Երբ ոստիկանությունը մտավ Լուսինե Կիրակոսյանի բնակարան, մահից 72 ժամ անց, սեղանի տակ, փոշու տակ, նրանք գտան մի փաստաթուղթ, որը պետք է մնար թաքնված հավերժ։ Պայմանագիր համար 1, որը չուներ ստորագրության ամսաթիվ, բայց ուներ կնիկ, անծանոթ կազմակերպության։ Փաստաթղթի 3-րդ կետում գրված էր. արտիստը չի կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը առանց գրավոր թույլտվության։ Ոչ մի ազգանուն, ոչ մի հասցե, ոչ մի հեռախոսահամար։ Միայն կնիկ և ստորագրություն, որը չէր նման Լուսինեի ձեռագրին։ Ընտանիքը երդվում էր, որ երբեք չեն տեսել այս թուղթը, իսկ ով էր այն մարդը, ով ստորագրեց նրա անունից։ Ինչու այս փաստաթուղթը պահվում էր ոչ թե անվտանգ տուփում, այլ թաքնված, որպես ամենամեծ ամոթը։ Եվ ամենակարևորը, ով էր շահառուն, ով վաստակում էր նրա ձայնից, նրա արցունքներից, նրա անազատությունից։ Լուսինե Կիրակոսյանը չէր պատկանում իրեն։ Նա պատկանում էր համակարգին, որը նրան ստեղծեց, բարձրացրեց և ապա ոչնչացրեց, թողնելով միայն հարցեր և մի գաղտնի պայմանագիր, որը պատմում էր ավելին, քան ցանկացած կենսագրություն։ 1978 թվականին, երբ Երևանի փողոցներում դեռ հնչում էին խորհրդային երգերը, իսկ հեռուստատեսության էկրանները ցույց էին տալիս միայն 3 ալիք, մի 14 տարեկան աղջիկ մտավ Armen Film ստուդիայի դռներից, մոր ձեռքից բռնած։ Լուսինեն ուներ ձայն, որը կարող էր ճեղքել բյուրեղ փյուրեղը, և աչքեր, որոնք արտացոլում էին այնպիսի խորություն, որը չպետք է լիներ երեխայի հայացքում։ Ռեժիսորը, որի անունը հետագայում կդառնար նրա առաջին բանտապետը, անմիջապես տեսավ ոսկե հանք։ Ոչ թե տաղանդ, ոսկե հանք։ Տարբերությունը էական էր։ Տաղանդը դու զարգացնում ես, ոսկե հանքից դու արդյունահանում ես, մինչև այն սպառվի։ Առաջին պայմանագիրը ստորագրեց մայրը։ Պարզ, մաքուր 3 էջանոց փաստաթուղթ, որտեղ խոստացվում էր ապահովել երեխայի ստեղծագործական զարգացումը և մասնակցությունը կինոնկարներում։ Վճարը 150 ռուբլի ամսական։ Այն ժամանակ դա էր 3 միջին աշխատավարձ։ Մայրը, որը միայնակ մեծացնում էր 2 երեխայի, տեսավ փրկություն։ Նա չտեսավ փոքր տառերով գրված կետը, որտեղ ասվում էր, որ ստուդիան իրավունք ունի որոշելու արտիստի աշխատանքային գրաֆիկը և տեղաշարժը։ Դա էր առաջին շղթան։ Դեռ ոչ ծանր, դեռ ոչ տեսանելի, բայց արդեն իսկ կապող։ Լուսինեն սկսեց նկարահանումներ, երբ դեռ չգիտեր կարդալ սցենար։ Նրան սովորեցրին պարել, երգել, լալ հրամանով։ Ռեժիսորները սիրում էին նրա արցունքները, դրանք իսկական էին։ Ինչ-որ մեկը պետք է հարցներ, թե ինչու 15 տարեկան երեխան կարող էր լալ այդքան համոզիչ։ Բայց ոչ ոք չհարցրեց։ Խորհրդային կինոարդյունաբերությունը պահանջում էր արդյունք, ոչ թե հոգեբանական հարմարավետություն, և Լուսինեն տվեց արդյունք։ Նրա առաջին ֆիլմը «Լեռնային ծաղիկը» դարձավ տարվա հիթ։ Մարդիկ լացում էին կինոթատրոններում, երբ նրա հերոսուհին մահանում էր էկրանին։ Նրանք չգիտեին, որ իրական կյանքում Լուսինեն արդեն սկսել էր մեռնել, դանդաղ, անտեսանելի, բայց անդադար։ 1976 թվականին, երբ նա դարձավ 17 տարեկան, ստուդիան ներկայացրեց նոր պայմանագիր։ Այս անգամ ստորագրեց ինքը, Լուսինեն։ Փաստաթուղթը արդեն 8 էջ էր, լի իրավաբանական տերմինաբանությամբ, որը նա չհասկացավ։ Նրան ասացին, դա ստանդարտ պայմանագիր է, բոլորն են ստորագրում։ Նա հավատաց։ Ինչու չհավատալ մարդկանց, ովքեր քեզ դարձրին աստղ։ Բայց այդ պայմանագրում արդեն կար կետ, որը նշում էր, արտիստը պարտավոր է համաձայնեցնել ցանկացած հանրային ելույթ, հարցազրույց կամ մասնավոր ճանապարհորդություն ստուդիայի ղեկավարության հետ։ Համաձայնեցնել նշանակում էր խնդրել թույլտվություն։ Թույլտվություն ապրելու համար։ Նույն տարում Լուսինեն հանդիպեց Արամին։ Նա էր 35 տարեկան օպերատորը, որը նկարահանում էր նրա երկրորդ ֆիլմը։ Արամը խոսում էր քիչ, բայց նայում էր շատ։ Նրա հայացքը տարբեր էր ռեժիսորների հայացքից։ Նա չէր տեսնում ապրանք, նա տեսնում էր կին։ Լուսինեն, որը երբեք չէր զգացել իրեն կին, սկսեց հալվել այդ հայացքի տակ։ Նրանք սկսեցին հանդիպել գաղտնի, նկարահանումներից հետո, երբ մնացած թիմը արդեն հեռանում էր։ Արամը պատմում էր նրան արտասահմանյան կինոյի մասին, Ֆելինիի և Բերգմանի մասին, ռեժիսորների մասին, ովքեր վերաբերվում էին դերասաններին որպես գործընկերների, ոչ թե գործիքների։ Լուսինեն լսում էր և երազում։ Նա երազում էր մի աշխարհի մասին, որտեղ կարող էր ընտրել ինչ դեր խաղալ, երբ հարթնանալ, ում սիրել։ Երբ ստուդիան իմացավ նրանց հարաբերությունների մասին, Արամին հեռացրին նկարահանումներից։ Պաշտոնական պատճառը ստեղծագործական տարաձայնությունն էր։ Իրական պատճառը բոլորը գիտեին։ Նա մոտեցել էր ապրանքին։ Լուսինեին կանչեցին գլխավոր պրոդյուսերի գրասենյակ։ Այնտեղ, ծխախոտի ծխի և կոնյակի հոտի մեջ, նրան բացատրեցին կյանքի կանոնները։ Դու աստղ ես, Լուսինե ջան։
Աստղերը չեն պատկանում սովորական մարդկանց։ Դու պատկանում ես ժողովրդին, պատկանում ես արվեստին, եւ մենք, որպես քո հոգաբարձուներ, պետք է պաշտպանենք քեզ սխալ ընտրություններից։ Պաշտպանել նշանակում էր վերահսկել, վերահսկել նշանակում էր տիրել։ Լուսինեն փորձեց ապստամբել։ Նա ասաց, որ ուզում է տեսնել Արամին, որ սա նրա անձնական կյանքն է։ Պրոդյուսերը ժպտաց, հայրական, գրեթե ջերմ ժպիտ։ Անձնական կյանք։ Դու ստորագրել ես պայմանագիր, սիրելիս։ Դու մեզ ես պարտական եւս 5 ֆիլմ։ Եթե չես կարող կենտրոնանալ աշխատանքի վրա, մենք կկարողանանք գտնել ուրիշ աղջիկ։ Երևանում հազարավոր աղջիկներ երազում են քո տեղում լինել։ Սպառնալիքը հստակ էր։ Եթե նա հրաժարվի, ոչ միայն կորցնի կարիերան, այլև կպարտավորվի վերադարձնել ամբողջ գումարը, որը ստուդիան ներդրել էր նրա զարգացման մեջ։ Գումարը, որը նա երբեք չէր տեսել իր ձեռքում, բայց որը թղթի վրա հասնում էր տասնյակ հազարների։ Այդ գիշեր Լուսինեն լաց եղավ առաջին անգամ ոչ թե կադրի առջև, այլ իր բարձի մեջ։ Նա հասկացավ, որ ազատ չէ։ Նա հասկացավ, որ նրա ստորագրությունը վերածվել է շղթայի։ Եվ ամենավատը, նա հասկացավ, որ ոչ ոք չէր գալու փրկելու։ Ոչ մայրը, ով կախված էր այդ փողերից, ոչ Արամը, ով արդեն կորցրել էր աշխատանքը, ոչ ժողովուրդը, որը սիրում էր նրան միայն էկրանին։ Նա մենակ էր, իր փառքի եւ իր բանտի մեջ։ Հաջորդ առավոտ նա վերադարձավ նկարահանումների հրապարակ։ Ժպտաց ռեժիսորին, ժպտաց գործընկերին, ժպտաց գործընկերներին, ժպտաց ամբողջ աշխարհին։ Բայց նրա աչքերում, եթե ուշադիր նայիր, արդեն կարող էիր տեսնել մի բան, որը նման էր մահվան։ Ոչ ֆիզիկական մահվան, հոգու մահվան։ Այն օրից Լուսինե Կիրակոսյանը սկսեց ապրել կրկնակի կյանք։ Մեկը էկրանին, մյուսը իրականության մեջ։ Եվ երկուսն էլ էին սուտ։ 1979 թվականին Լուսինեն դարձավ ամենաբարձր վարձատրվող դերասանուհին Հայաստանում։ Նրա դեմքը փակցված էր ամեն անկյունում, նրա ձայնը հնչում էր ռադիոյում, նրա անունը գիտեին նույնիսկ երեխաները։ Նա էր ազգային հպարտությունը, խորհրդային կինոյի զարդը, երազանքը, որին բոլորը ուզում էին հասնել։ Բայց ոչ ոք չգիտեր, որ այդ երազանքը վերածվել էր ճանկի։ Ոչ ոք չտեսավ, թե ինչպես է նա վերադառնում տուն, դատարկ սառը բնակարան, որտեղ հեռախոսը չի զնգում, որովհետև բոլոր զանգերը անցնում են ստուդիայի քարտուղարի միջոցով։ Ոչ ոք չիմացավ, որ նրա անձնագիրը պահվում էր ոչ թե նրա դարակում, այլ պրոդյուսերի սեյֆում, անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ տարի Լուսինեին հրավիրեցին Մոսկվա, ամենամյա կինոփառատոնի։ Նա երազում էր գնալ, տեսնել մայրաքաղաքը, հանդիպել այլ դերասանների, զգալ, թե ինչպիսին է լինել մեծ աշխարհի մաս։ Նա ներկայացրեց դիմում ստուդիային, 2 շաբաթ սպասեց պատասխանի։ Երբ վերջապես կանչեցին, պրոդյուսերը նստած էր իր սեղանի ետևում նույն հայրական ժպիտով։ Լուսինե ջան, մենք շատ ենք ուզում, որ դու գնաս, բայց դու հասկանում ես, որ Մոսկվան մեծ քաղաք է, վտանգավոր քաղաք։ Մենք պատասխանատվություն ենք կրում քո անվտանգության համար։ Եվ բացի այդ, մենք պլանավորում ենք նոր նկարահանումներ հենց այդ ամիսը։ Չենք կարող թույլ տալ ուշացումներ։ Դա էր մերժում, փաթաթված հոգացության մեջ։ Լուսինեն նստեց այդ գրասենյակում եւ առաջին անգամ հարցրեց բարձր ձայնով. Ես գերի եմ։ Լռություն։ Պրոդյուսերը դադարեցրեց ժպտալը։ Նրա դեմքը դարձավ քարե։ Դու անբարոյական ես, Լուսինե։ Մենք քեզ ստեղծեցինք, մենք քեզ տվեցինք ամեն ինչ, եւ դու համարձակվում ես մեզ մեղադրել։ Գիտես, թե քանի աղջիկ կանգնած է հերթում քո տեղը զբաղեցնելու համար։ Գիտես, թե որքան հեշտ է քեզ փոխարինել։ Սպառնալիքը այլևս չէր թաքնված։ Այն էր բաց, կոպիտ, վերջնական։ Լուսինեն դուրս եկավ այդ գրասենյակից եւ հասկացավ. նա ապրում է բանտում, որի պատերը կառուցված են ոչ թե աղյուսներից, այլ պայմանագրերից, խոստումներից եւ սպառնալիքներից։ Նա փորձեց խոսել մոր հետ։ Մայրը լսեց եւ ասաց. Դու պետք է երախտապարտ լինես։ Մենք աղքատ ենք։ Նրանք քեզ դարձրին աստղ։ Երախտապարտություն։ Այդ բառը դարձավ նոր շղթա։ Ոչ միայն պայմանագիրը, ոչ միայն ստուդիան, այլև ընտանիքը պահանջում է նրանից լռել, ենթարկվել, շարունակել։ Եվ նա շարունակեց, որովհետև ինչ այլ կարող էր անել։ Փախչել։ Ուր։ Ինչպես։ Նրա անձնագիրը ստուդիայի սեյֆում էր։ Նրա բոլոր փողերը գնում էին ուղակի ստուդիայի հաշվին, որտեղից նրան տրվում էր ամսական նպաստ 100 ռուբլի։ 100 ռուբլի աստղի համար, որի դեմքը վաճառում էր միլիոնավոր տոմսեր։ Մնացած գումարը ըստ պայմանագրի գնում էր արտադրական ծախսերի, գովազդի եւ կարիերայի զարգացման վրա։ Ծախսեր, որոնց մանրամասները Լուսինեն երբեք չտեսավ։
1981 թվականին, երբ նա դարձավ 21 տարեկան, Լուսինեին ներկայացրին մի մարդու, ով փոխեց ամեն ինչ։ Նրա անունը Վահագն էր, եւ նա ներկայացվեց որպես նոր ստեղծագործական մենեջեր։ Վահագնը 38 տարեկան էր, կրում էր թանկ կոստյումներ եւ խոսում էր այնպես, կարծես աշխարհը պատկանում էր նրան։ Առաջին հանդիպման ժամանակ նա նստեց Լուսինեի դիմաց եւ ասաց. «Ես այստեղ եմ, որպեսզի դարձնեմ քեզ ավելի մեծ աստղ, բայց դրա համար դու պետք է լիովին վստահես ինձ»։ Վստահել։ Այդ բառը հնչեց որպես զգուշացում, բայց Լուսինեն չլսեց։ Վահագնը սկսեց փոխել ամեն ինչ։ Նա փոխեց նրա հագուստը, նրա սանրվածքը, նրա ելույթների ոճը։ Նա սկսեց ընտրել, թե ում հետ Լուսինեն կարող է խոսել, ում հետ լուսանկարվել, ինչ ասել հարցազրույցներում։ Նա դարձավ ֆիլտր Լուսինեի եւ աշխարհի միջև։ Եվ դանդաղ, անտեսանելի, բայց անխուսափելի, նա դարձավ նաեւ բանտապետ։ Ավելի վտանգավոր, քան պրոդյուսերը, որովհետեւ Վահագնը գործում էր ոչ թե սպառնալիքներով, այլ համոզմամբ։ Նա համոզում էր Լուսինեին, որ ամեն ինչ, ինչ նա անում է, արվում է նրա բարօրության համար։ Երբ Լուսինեն ուզում էր հանդիպել հին ընկերուհու հետ, Վահագնը ասում էր. «Նա չի հասկանում քո աշխարհը, նա կնախանձի, կվնասի քեզ»։ Երբ նա ուզում էր գնալ թատրոն, Վահագնը ասում էր. «Դու հոգնած ես, քեզ պետք է հանգիստ, ես կհոգ տանեմ քո մասին»։ Երբ նա ուզում էր պարզապես քայլել փողոցում, Վահագնը ասում էր. «Դու աստղ ես, աստղերը չեն քայլում փողոցներում, դա վտանգավոր է»։ Եվ Լուսինեն, որը արդեն այնքան հոգնած էր պայքարելուց, սկսեց հավատալ։ Նա սկսեց մտածել, որ իսկապես հոգնած է, իսկապես վտանգված է, իսկապես պետք է մեկը հոգ տանի նրա մասին։ Բայց Վահագնի հոգացությունը ուներ գին, եւ այդ գինը Լուսինեն սկսեց վճարել իր ազատությամբ։ Նա այլևս չէր որոշում, թե երբ արթնանալ, ինչ ուտել, ինչ հագնել։ Ամեն ինչ որոշում էր Վահագնը։ Նա դարձել էր ոչ թե մենեջեր, այլ տիրակալ, եւ Լուսինեն դարձել էր ոչ թե արտիստ, այլ գույք։ Մի օր, երբ Վահագնը դուրս էր գնացել գրասենյակից, Լուսինեն տեսավ նրա սեղանին բաց թողնված թղթեր։ Հետաքրքրությունը հաղթեց վախին։ Նա մոտեցավ եւ սկսեց կարդալ։ Դրանք ֆինանսական հաշվետվություններ էին։ Հաշվետվություններ, որոնք ցույց էին տալիս, որ Լուսինե Կիրակոսյանի անունից վաստակած գումարները բաժանվում էին 3 մասի. 20% ստուդիային, 50% Վահագնին, 30% այլ ծախսերի։ Լուսինեին 0։ Նա աշխատում էր անվճար։ Ավելին, նա պարտք ուներ։ Ըստ փաստաթղթերի, նա պարտք էր ստուդիային ապրուստի, սննդի եւ տրանսպորտի ծախսերի դիմաց։ Պարտք, որը աճում էր ամեն ամիս։ Լուսինեի ձեռքերը սկսեցին դողալ։ Նա հասկացավ, որ ողջ այս տարիները նա եղել է ոչ թե արտիստ, այլ ստրուկ։ Ստրուկ, որը չի կարող փախչել, որովհետև ամեն փախուստի փորձ կավելացնի պարտքը։ Ստրուկ, որը չի կարող բողոքել, որովհետև ոչ ոք չի հավատա, որ փայլուն աստղը իրականում գերի է։ Նա լսեց քայլեր միջանցքում։ Վահագնը վերադառնում էր։ Լուսինեն արագ դրեց թղթերը տեղը եւ նստեց իր աթոռին, փորձելով թաքցնել դողը։ Վահագնը մտավ եւ անմիջապես զգաց, որ ինչ-որ բան փոխվել է։ Նա նայեց Լուսինեին, երկար, ուսումնասիրող հայացքով, ապա ժպտաց. «Ամեն ինչ կարգին է, Լուսինե ջան»։ Նա գիտեր։ Նա միշտ գիտեր, երբ նա փորձում էր ինչ-որ բան թաքցնել։ Լուսինեն ժպտաց պատասխան։ Այն ժպիտը, որին սովորել էր տարիների ընթացքում։ Ժպիտը, որը ծածկում էր ամեն ինչ։ Այո, ամեն ինչ հրաշալի է։ Բայց նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Վերջին հույսը, վերջին հավատը, վերջին կապը իրականության հետ։ Այդ գիշեր Լուսինեն նստեց իր բնակարանի պատուհանի առջև եւ նայեց Երևանի լույսերին։ Քաղաքը, որը նա սիրում էր, այժմ թվում էր որպես մեծ բանտ։ Ամեն լույս, ցանցապատի լամբ, ամեն փողոց միջանցք դեպի ոչնչություն։ Նա մտածեց փախուստի մասին, բայց ուր, ինչպես։ Նրա անձնագիրը Վահագնի մոտ էր, նրա փողերը չկային, նրա ընկերները վաղուց մոռացել էին նրան։ Նա մենակ էր, իր փառքի բարձունքում եւ իր անկման խորքում։ Եվ ամենավատը, նա գիտեր, որ վաղը առավոտ կարթնանա, կհագնի այն հագուստը, որը Վահագնը կընտրի, կասի այն խոսքերը, որոնք նա կգրի, եւ կշարունակի ժպտալ այն աշխարհին, որը սիրում էր նրան, բայց երբեք չէր փրկելու։ Որովհետեւ աշխարհը սիրում էր Լուսինե Կիրակոսյանին, աստղին։ Ոչ ոք չէր սիրում Լուսինեին, կնոջը, որը ցավում էր, որը խեղդվում էր, որը մեռնում էր ամեն օր, մի փոքր ավելի։ Ո՞վ էր այն մարդը, ով ստորագրեց այդ գաղտնի պայմանագիրը նրա անունից։ Ո՞վ էր իրական շահառուն, ով վաստակում էր նրա ցավից։ Եվ ամենակարևորը, ինչու այդ փաստաթուղթը թաքնվեց կյանքի ընթացքում, միայն որպեսզի հայտնվի մահից հետո, որպես վերջին ապացույց, որ Լուսինե Կիրակոսյանը երբեք ազատ չէր եղել։ Երբ Վահագնի անձնական օգնականը 52 տարեկան Մարինեն, որը 30 տարի աշխատել էր ստուդիայի արխիվում,
Վերջապես համաձայնեց խոսել 2019 թվականին։ Նրա ձեռքերը դողում էին այնպես, որ թեյի բաժակը կրկին ու կրկին հնհարվածվում էր ափսեի եզրին։ Նա նստած էր փոքրիկ խոհանոցում, որտեղ պատերին կախված էին հին լուսանկարներ, խորհրդային տոնակատարությունների, որտեղ երիտասարդ Մարինեն կանգնած էր ետնաշարքում, միշտ անտեսանելի։ Ես տեսա այն սեյֆը, սկսեց նա եւ նրա ձայնը կոտրվեց։ Սեյֆը, որտեղ պահվում էին ոչ թե փողեր, այլ փաստաթղթեր։ Փաստաթղթեր, որոնք երբեք չպետք է տեսներ լույսը։ Լուսինեի անձնագիրը այնտեղ էր, այո, բայց ոչ միայն նրանը։ Այնտեղ էին եւս 6 անձնագրեր, 6 այլ արտիստների, ովքեր նույնպես պաշտպանված էին։ Եվ կար մեկ այլ թուղթ, որը ես տեսա միայն մեկ անգամ, երբ Վահագնը մոռացել էր փակել դուռը։ Դա ցուցակ էր։ Ցուցակ անուններով եւ գումարներով։ Լուսինեի անունը այնտեղ էր, 5 նիշ, որոնք ես չկարողացա հասկանալ, բայց որոնք նման էին բանկային հաշվի համարի։ Մարինեն դադարեց, սրբեց արցունքները եւ շարունակեց. Ես երբեք չեմ ասել ոչ ոքի, որովհետեւ վախենում էի։ Բայց հիմա, երբ նրանք բոլորը մեռած են կամ հեռացել, ես պետք է ասեմ. Լուսինեն չէր աշխատում ստուդիայի համար։ Նա աշխատում էր ցանցի համար, որի մասին ոչ ոք չգիտեր։ Ինչ ցանց էր դա, որը վերահսկում էր ոչ թե 1, այլ 7 կյանք։ Ով էր կանգնած այդ համակարգի գլխին եւ ինչու Լուսինեի անունը ուներ առանձին նշում կարմիր մարկերով։ 1982 թվականին, երբ Խորհրդային Միությունը դեռ թվում էր անմահ, իսկ Երևանի փողոցներում մարդիկ դեռ հավատում էին վաղվա օրվան, Լուսինե Կիրակոսյանին առաջարկեցին ինչ-որ բան, որը փոխեց նրա ճակատագիրը ավելի քիքան ցանկացած պայմանագիր։ Վահագնը մտավ նրա գրասենյակ ոչ միայնակ, այլ ուղեկցված երկու մարդկանց, ում Լուսինեն երբեք չէր տեսել։ Մեկը 50-ամյա, մոխրագույն կոստյումով, որի դեմքը չէր արտահայտում ոչինչ, բացարձակ ոչինչ, կարծես դիմակ էր։ Մյուսը 35-ամյա, ավելի երիտասարդ, բայց նրա աչքերում այնպիսի սառնություն կար, որը Լուսինեին ստիպեց ցնցվել։ Վահագնը ներկայացրեց նրանց որպես գործընկերներ Մոսկվայից, բայց չասաց անուններ։ Անուններ չկային։ Կային միայն դերեր։ Մոխրագույն կոստյումով մարդը նստեց Լուսինեի դիմաց եւ սկսեց խոսել։ Դանդաղ, հստակ, կարծես ամեն բառ կշռված էր նախապես։ Դուք շատ տաղանդավոր եք, Լուսինե Սիմոնի, բայց տաղանդը բավարար չէ այս աշխարհում։ Պետք է կապեր, պետք է պաշտպանություն։ Մենք կարող ենք տալ ձեզ երկուսն էլ։ Մենք կարող ենք բացել դռներ, որոնք այժմ փակ են ձեզ համար։ Կինոփառատոններ արտերկրում, համերգներ Մոսկվայում, նույնիսկ հնարավորություն աշխատել միջազգային պրոդյուսերների հետ։ Բայց դրա համար մենք պետք է լինենք վստահ, որ դուք հասկանում եք կանոնները։ Լուսինեն լսում էր, եւ նրա սիրտը սկսեց բաբախել ավելի արագ։ Արտերկիր, ազատություն, հնարավորություն փախչել այս ոսկեվանդակից։ Նա հարցրեց. Ինչ կանոններ։ Սառը աչքերով մարդը դուրս հանեց իր պայուսակից մի փաթեթ թղթեր եւ դրեց սեղանին։ Սա նոր պայմանագիր է, ավելի լայն, ավելի ճկուն։ Դուք կստանաք ավելի շատ ազատություն, բայց նաեւ ավելի շատ պարտականություններ։ Դուք կդառնաք մեր դեսպանը, մշակութային դեսպանը։ Դուք կներկայացնեք ոչ միայն Հայաստանը, այլև մեր ընդհանուր արժեքները։ Եվ դրա դիմաց մենք կապահովենք ձեր անվտանգությունը, ձեր ընտանիքի բարեկեցությունը եւ ձեր կարիերայի աճը։ Բառերը հնչում էին գեղեցիկ, գրեթե հրապուրիչ, բայց Լուսինեն, որը արդեն սովորել էր կարդալ տողերի արանքում, զգաց ինչ-որ սառը, ինչ-որ սպառնալից։ Նա վերցրեց փաստաթղթերը եւ սկսեց կարդալ։ Առաջին 3 էջերը ստանդարտ էին՝ վճարներ, ժամկետներ, պարտականություններ։ Բայց 4-րդ էջում, փոքր տառերով, գրված էր մի կետ, որը Լուսինեին ստիպեց կանգ առնել։ Արտիստը պարտավոր է ստանալ նախնական թույլտվություն ցանկացած միջազգային ճանապարհորդության համար։ Թույլտվությունը տրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում, անվտանգության ստուգումից հետո։ Արտիստը պարտավոր է զեկուցել իր գտնվելու վայրը ամեն 24 ժամը 1, երբ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Զեկուցել։ Ամեն 24 ժամը։ Սա այլևս չէր պայմանագիր, սա էր հսկողություն։ Լուսինեն բարձրացրեց գլուխը եւ նայեց 3 տղամարդկանց։ Ես չեմ հասկանում, ինչու ես պետք է զեկուցեմ իմ գտնվելու վայրը։ Ես արտիստ եմ, ոչ թե զինծառայող։ Մոխրագույն կոստյումով մարդը ժպտաց, այն ժպիտը, որը չէր հասնում աչքերին։ Դուք ազգային գանձ եք, Լուսինե Սիմոնի։ Ազգային գանձերը պետք է պաշտպանված լինեն։ Կան մարդիկ, ովքեր կցանկանային օգտագործել ձեզ քաղաքական նպատակների համար, կամ վատթարը վնասել ձեզ։ Մենք պարզապես ապահովում ենք, որ դուք անվտանգ եք։ Պաշտպանություն։ Այդ բառը կրկին։ Բայց Լուսինեն արդեն գիտեր, որ պաշտպանությունը եւ բանտարկությունը երբեմն նույն բանն են։ Նա փորձեց մերժել։
Ես պետք է մտածեմ։ Սառը աչքերով մարդը դադարեցրեց ժպտալը։ Նա հանեց իր պայուսակից մի ծրար եւ բացեց այն։ Ներսում լուսանկարներ էին։ Լուսանկարներ Լուսինեի մոր, նրա քրոջ, նրա փոքրիկի եղբոր։ Լուսանկարներ, որոնք արված էին վերջին շաբաթվա ընթացքում, փողոցում, խանութում, դպրոցում։ Ձեր ընտանիքը շատ գեղեցիկ է, ասաց նա։ Կցանկանայինք, որ նրանք մնան անվտանգ։ Դուք հասկանում եք, որ այս աշխարհը վտանգավոր է։ Պատահարներ են լինում։ Մարդիկ կորչում են աշխատանքները, երեխաները չեն ընդունվում համալսարաններ, հիվանդություններ են հայտնվում, որոնք պահանջում են թանկ բուժում։ Սպառնալիքը այլևս չէր թաքնված, այն էր բաց, կոպիտ, ուղղված ոչ թե Լուսինեին, այլ նրա սիրելիներին։ Լուսինեի ձեռքերը սկսեցին դողալ։ Նա նայեց Վահագնին, փնտրելով աջակցություն, բացատրություն, ցանկացած բան։ Բայց Վահագնը նայում էր հատակին։ Նա գիտեր, նա միշտ գիտեր, նա չէր պաշտպանիչ, նա էր մատակարար։ Մատակարար, որը բերում էր թարմ ապրանք այն համակարգին, որը սնվում էր տաղանդներով եւ կյանքերով։ Լուսինեն հասկացավ, որ նա ընտրություն չունի, երբեք չի ունեցել։ Նա վերցրեց գրիչը եւ ստորագրեց։ Ստորագրեց իր անունը այն փաստաթղթի տակ, որը վերածեց նրան ոչ թե արտիստի, այլ սեփականության։ Սեփականության, որը կարող էր վաճառվել, փոխանակվել, օգտել, օգտագործվել եւ երբ անհրաժեշտ լիներ, ոչնչացվել։ Երբ 3 տղամարդիկը հեռացան, Լուսինեն նստեց մենակ այդ գրասենյակում, երկար ժամեր։ Նա նայում էր իր ձեռքին, այն ձեռքին, որը ստորագրել էր։ Նա փորձեց համոզել ինքն իրեն, որ արեց ճիշտ բանը, որ պաշտպանեց իր ընտանիքը, որ սա միակ ճանապարհն էր։ Բայց նրա ներսում մի ձայն, փոքր, բայց անընդհատ շշնջում էր. Դու հիմա նրանցն ես։ Դու այլևս քո չես։ Եվ այդ ձայնը ճիշտ էր։ Հաջորդ ամիսներին Լուսինեն սկսեց նկատել փոփոխություններ, փոքր, անտեսանելի, բայց անընդհատ։ Նրա հեռախոսազանգերը սկսեցին ունենալ տարօրինակ արձագանքներ, կարճ կտտոցներ, ճռռոցներ։ Նրա նամակները, որոնք նա ուղարկում էր հին ընկերներին, երբեմն չէին հասնում։ Երբ նա դուրս էր գալիս տնից, նա նկատում էր նույն մեքենան, մուգ Վոլգա, որը կանգնած էր տարբեր վայրերում, բայց միշտ այնտեղ, որտեղ նա էր։ Երբ նա հարցրեց Վահագնին, նա ժպտաց եւ ասաց. «Դա քո անվտանգությունն է, Լուսինե ջան։ Մենք պարզապես հոգ ենք տանում քո մասին»։ Հոգ տանել։ Հոգ տանել։ Այդ բառերը դարձել էին ծածկագիր, վերահսկելու համար։ 1983 թվականին Լուսինեին վերջապես թույլ տվեցին մեկնել Մոսկվա, կինոփառատոնի, բայց նա չմեկնեց միայնակ։ Նրա հետ էր Վահագնը, նրա օգնականը Մարինեն եւ եւս մեկ մարդ, որը ներկայացվեց որպես անվտանգության խորհրդական։ 30-ամյա, մկանային, որը խոսում էր քիչ, բայց նայում էր շատ։ Նրանք մնացին հյուրանոցում, որտեղ Լուսինեի համարը գտնվում էր երկու այլ համարների միջև՝ Վահագնի եւ անվտանգության խորհրդականի։ Երբ նա ուզում էր դուրս գալ, նրանք միշտ ուղեկցում էին։ Երբ նա ուզում էր հանդիպել այլ դերասանների, նրանք միշտ ներկա էին։ Նա չէր միայնակ, ոչ մի րոպե։ Փառատոնի երեկույթին Լուսինեն հանդիպեց մի ռեժիսորի, ֆրանսիացու, որը աշխատում էր միջազգային պրոդյուսերների հետ։ Նա տեսավ Լուսինեի ֆիլմը եւ էր հիացած։ Նա մոտեցավ նրան եւ ասաց. «Դուք անհավատալի եք։ Ես ուզում եմ առաջարկել ձեզ դեր իմ նոր ֆիլմում։ Մենք նկարահանում ենք Փարիզում։ Դուք կլինեք հիմնական դերասանուհին»։ Փարիզ։ Այդ բառը հնչեց Լուսինեի ականջներում որպես երաժշտություն։ Փարիզ, քաղաքը, որի մասին նա երազել էր ամբողջ կյանքը։ Նա սկսեց պատասխանել, բայց զգաց ձեռքիրուսին։ Վահագնը կանգնած էր նրա ետևում։ «Շնորհակալություն ձեր առաջարկի համար», ասաց նա ֆրանսիացուն, բայց Լուսինեն արդեն ունի պարտավորություններ հաջորդ 2 տարիների համար։ Մենք կապ կհաստատենք ձեզ հետ, եթե իրավիճակը փոխվի։ Ֆրանսիացին տվեց իր քարտը եւ հեռացավ։ Վահագնը վերցրեց քարտը Լուսինեի ձեռքից եւ դրեց իր գրպանը։ «Դու չես պատրաստ դեռ միջազգային պրոյեկտների համար», ասաց նա։ «Մենք պետք է ավելի շատ աշխատենք քո վրա»։ Աշխատել։ Կրկին այդ բառը։ Բայց Լուսինեն գիտեր իրական իմաստը՝ վերահսկել։ Այդ գիշեր Լուսինեն փորձեց զանգահարել ֆրանսիացու ռեժիսորին հյուրանոցի համարից։ Բիծը մեռած էր։ Նա փորձեց կրկին, նույն բանը։ Նա իջավ ռեսեպշն եւ խնդրեց միջազգային զանգ։ Ռեսեպշնիստը նայեց համակարգչին եւ ասաց. «Ներողություն, բայց ձեր համարից արգելված են միջազգային զանգերը։ Դուք պետք է խոսեք ձեր մենեջերի հետ»։ Արգելված։ Նույնիսկ հեռախոսազանգերը։ Լուսինեն վերադարձավ իր համար եւ նստեց անկողնու եզրին։ Նա հասկացավ, որ բանտը չի սահմանափակվում Երևանով։ Բանտը շարժվում էր նրա հետ։ Բանտը էր նրա ստվերը, նրա շունչը, նրա գոյությունը։ Հետո եկավ այն պահը, երբ Լուսինեն տեսավ իրական դեմքը այն համակարգի, որին նա պատկանում էր։ Փառատոնի վերջին օրը, երբ նա պատրաստվում էր վերադառնալ Երևան, Վահագնը նրան տարավ մի հանդիպման։ «Կարևոր մարդիկ ուզում են տեսնել քեզ», ասաց նա։
Նրանք մտան մի շենք, հին, մոխրագույն, առանց ցուցանակների։ Բարձրացան 4-րդ հարկ եւ մտան մի գրասենյակ, որտեղ նստած էին 5 տղամարդիկ։ Ոչ մեկը չներկայացավ։ Նրանք պարզապես նայեցին Լուսինեին, երկար, գնահատող հայացքով, կարծես նա ապրանք էր շուկայում։ Ապա մեկը, ամենատարեցը, ասաց. «Լավ է, նա կանի, մենք կկարողանանք օգտագործել նրան»։ Օգտագործել։ Ոչ թե աշխատեցնել, ոչ թե համագործակցել, օգտագործել։ Լուսինեն զգաց սառը ալիք, անցնելով իր ողնաշարով։ Նա հարցրեց. «Օգտագործել ինչի համար»։ Տղամարդիկ նայեցին միմյանց եւ ժպտացին։ Մեկը պատասխանեց. «Դուք կլինեք մեր դեսպանը։ Դուք կխոսեք այն մասին, ինչ մենք կասենք ձեզ։ Դուք կերքեք այն երգերը, որոնք մենք կընտրենք։ Դուք կներկայացնեք այն պատկերը, որը մենք կստեղծենք։ Եվ դրա դիմաց դուք կստանաք ամեն ինչ, ինչ կցանկանաք. փող, փառք, պաշտպանություն»։ Լուսինեն հասկացավ։ Նա հասկացավ, որ նա այլևս ոչ թե արտիստ է, այլ գործիք։ Գործիք քաղաքական մեքենայի ձեռքում, որը օգտագործում էր մշակույթը որպես զենք։ Նա փորձեց հրաժարվել։ «Ես ուզում եմ պարզապես երգել», ասաց նա։ Տղամարդիկ դադարեցրին ժպտալը։ Ամենատարեցը ասաց. «Դուք չեք հասկանում։ Դուք այլևս ընտրություն չունեք։ Դուք ստորագրել եք, դուք մեժն եք։ Եվ եթե դուք փորձեք խախտել մեր համաձայնությունը, ձեր ընտանիքը կտուժի, ձեր մայրը կկորցնի իր թոշակը, ձեր քույրը չի ընդունվի բժշկական ինստիտուտ, ձեր եղբայրը կզորակոչվի եւ կուղարկվի Աֆղանստան։ Դուք հասկանում եք»։ Աֆղանստան։ Այդ բառը հնչեց որպես մահավճիղ։ 1983 թվականին Աֆղանստանը նշանակում էր մահ։ Եվ Լուսինեն գիտեր, որ սա ոչ թե դատարկ սպառնալիք էր, նա գլուխ տվեց։ Ինչ այլ կարող էր անել։ Նա գլուխ տվեց եւ զգաց, թե ինչպես է վերջին կտորը նրա հոգուց մեռնում։ Նա դուրս եկավ այդ շենքից եւ նայեց Մոսկվայի երկնքին, մոխրագույն, սառը, անտարբեր։ Նա հասկացավ, որ նա այլևս Լուսինե Կիրակոսյանը չէ։ Նա դարձել է ինչ-որ մեկը, ում նա չի ճանաչում։ Դարձել է ստվեր, մարիոնետ, դատարկ թաղանթ, որի միջով անցնում են ուրիշների ձայները, ուրիշների ցանկությունները, ուրիշների երազները։ Եվ ամենավատը, նա գիտեր, որ սա միայն սկիզբն է, որ ավելի վատը դեռ գալու է։ Ո՞վ էին այդ 5 տղամարդիկ, ովքեր նստած էին այդ անանուն գրասենյակում եւ որոշում էին մարդկանց ճակատագրերը։ Ինչ համակարգ էր դա, որը կարող էր վերահսկել ոչ միայն արտիստների կարիերաները, այլև նրանց ընտանիքների կյանքերը։ Եվ ինչու Լուսինեն, որը միայն ուզում էր երգել, դարձավ գերի այդ համակարգի ձեռքում։ Համակարգի, որը սնվում էր վախով, շահագործմամբ եւ լռությամբ։ Երբ Լուսինեի մոր անձնական օրագիրը գտնվեց 2016 թվականին, թաքնված հին տուփի մեջ, ծմերուկների եւ չորացած ծաղիկների միջև, էջերը բացահայտեցին ճշմարտություն, որը ընտանիքը երբեք չէր կիսվել։ Օրագիրը սկսվում էր 1974 թվականից, երբ Լուսինեն դեռ 12 տարեկան էր, եւ վերջին գրառումը արված էր 1985 թվականին, ճիշտ 1 տարի առաջ, քան մայրը հանկարծակի մահացավ սրտի կաթվածից։ Բայց այն, ինչ գրված էր այդ էջերում, չէր նման սովորական մորորագրի։ Դա էր խոստովանություն, մեղքի ճանաչում, ճիչ, որը երբեք չլսվեց։ «Ես վաճառեցի իմ դստերը», գրում էր մայրը դողող ձեռագրով։ Երբ այդ մարդիկը եկան եւ ասացին, որ Լուսինեն կարող է դառնալ աստղը, ես տեսա միայն փողերը։ Ես տեսա միայն փրկությունը մեր աղքատությունից։ Ես չտեսա շղթաները, որոնք նրանք դնում էին նրա վրա։ Ես չտեսա, որ ամեն ստորագրություն, որը ես դրի, էր մեկ այլ կտոր նրա ազատությունից։ Եվ հիմա, երբ ես տեսնում եմ նրա աչքերը, դատարկ, մեռած աչքերը, ես հասկանում եմ, որ ես սպանեցի իմ երեխային։ Ոչ ֆիզիկապես, այլ ավելի վատ։ Ես սպանեցի նրա հոգին։ Ինչպես մի մայր կարող էր ապրել այդ մեղքի հետ։ Եվ ինչու նա երբեք չխոսեց, երբեք չփորձեց փրկել իր դստերը այն համակարգից, որին ինքը նրան մատնել էր։ 1985 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց ցնցվել Գորբաչովի բարեփոխումների տակ, երբ Գլասնոստը եւ Պերեստրոյկան սկսեցին բացել դռներ, որոնք փակ էին տասնամյակներ, Լուսինե Կիրակոսյանը զգաց մի փոքրիկ հույս։ Հույս, որ գուցե համակարգը կփոխվի, որ գուցե նա կկարողանա վերջապես ազատվել։ Նա սկսեց խոսել Վահագնի հետ, ավելի համարձակ, ավելի պահանջկոտ։ Նա ասաց, որ ուզում է վերանայել իր պայմանագիրը, որ ուզում է ավելի շատ վերահսկողություն իր կարիերայի վրա, որ ուզում է իրավունք ընտրելու ինչ դերեր խաղալ, ուր երգել, ինչ ասել։ Վահագնը լսեց, լուր, անշարժ։ Ապա ասաց. «Ես կխոսեմ Բերևի հետ»։ 2 շաբաթ անց Վահագնը կանչեց Լուսինեին իր գրասենյակ։
Նա նստած էր իր սեղանի ետևում, բայց այս անգամ նրա դեմքը տարբեր էր։ Ոչ հայրական, ոչ ժպտացող, սառը, գրեթե թշնամական։ Նրանք պատասխանեցին, ասաց նա։ Նրանք ասացին, որ դու մոռացել ես քո տեղը, որ դու մոռացել ես, թե ով ես եւ ում ես պարտական։ Նրանք ասացին, որ եթե դու շարունակես այս վարքագիծը, նրանք կկարողանան գտնել ուղիներ հիշեցնելու քեզ։ Լուսինեն զգաց սառը վախ։ Ինչ ուղիներ, հարցրեց նա։ Վահագնը բացեց իր դարակը եւ դուրս հանեց մի ծրար։ Նա բացեց այն եւ դուրս հանեց լուսանկարներ։ Լուսանկարներ Լուսինեի քրոջ, 21 տարեկան Անահիտի, որը սովորում էր բժշկական ինստիտուտում։ Լուսանկարներ, որտեղ Անահիտը հանդիպում էր մի երիտասարդի հետ, ուսանող, որը ըստ Վահագնի կապված էր դիսիդենտական շարժումների հետ։ Քո քույրը շատ անզգույշ է, ասաց Վահագնը։ Նա հանդիպում է սխալ մարդկանց։ Եթե այս լուսանկարները հասնեն սխալ ձեռքերի, նա կկարող է ունենալ շատ լուրջ խնդիրներ։ Նա կարող է հեռացվել ինստիտուտից, նա կարող է նույնիսկ ձերբակալվել, բայց մենք կարող ենք պաշտպանել նրան։ Մենք կարող ենք ապահովել, որ այս լուսանկարները երբեք չտեսնեն լույսը։ Եթե դու շարունակես լինել համագործակցող։ Շանտաժ։ Բաց, կոպիտ, անխղճալի շանտաժ։ Լուսինեն նայեց լուսանկարներին եւ զգաց, թե ինչպես է նրա սիրտը ճեղքվում։ Նրա քույրը, միակ մարդը, ում նա իսկապես սիրում էր, միակ մարդը, ով դեռ հավատում էր նրան, այժմ դարձել էր գործիք նրան վերահսկելու համար։ Նա հարցրեց. Ինչ եք ուզում ինձնից։ Վահագնը ժպտաց, այն ժպիտը, որը Լուսինեն ատում էր ավելի քան ցանկացած բան։ Մենք ուզում ենք, որ դու դադարեցնես խոսել փոփոխությունների մասին։ Մենք ուզում ենք, որ դու շարունակես անել այն, ինչ դու միշտ արել ես՝ երգել, ժպտալ, լինել մեր գեղեցիկ Լուսինեն։ Եվ մենք ուզում ենք, որ դու ստորագրես նոր պայմանագիր, ավելի երկար, ավելի ամուր պայմանագիր, պայմանագիր, որը կապահովի, որ դու կմնանաս մեզ հետ եւս 10 տարի։ 10 տարի, 10 այլ տարիներ բանտարկության, 10 այլ տարիներ ստերստրկության, 10 այլ տարիներ դանդաղ մահվան։ Լուսինեն նայեց լուսանկարներին իր քրոջ երջանիկ դեմքին եւ հասկացավ, որ նա ընտրություն չունի։ Նա երբեք ընտրություն չի ունեցել։ Նա վերցրեց գրիչը եւ ստորագրեց այն պայմանագիրը, որը վերածեց նրան ընդմիշտ գերիի։ Բայց այս անգամ, երբ նա ստորագրում էր, նրա ներսում ինչ-որ բան փոխվեց։ Վախը, որը միշտ պահել էր նրան լուր, սկսեց վերածվել ատելության դեպի Վահագնը, դեպի համակարգը, դեպի բոլոր նրանց, ովքեր վերածել էին նրան ապրանքի։ Եվ այդ ատելությունը, թեև թաքնված, սկսեց աճել, դանդաղ, բայց անդադար։ 1986 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Չեռնոբիլի աղետը ցնցեց ամբողջ խորհրդային միությունը, եւ Հայաստանում սկսվեցին բողոքի ցույցեր էկոլոգիական անվտանգության, ազգային ինքնության, ազատության համար։ Լուսինեն տեսավ այդ ցույցերը հեռուստատեսությամբ եւ զգաց ինչ-որ բան, ինչ նա չէր զգացել տարիներ։ Հույս, որ գուցե ժողովուրդը կարող է փոխել համակարգը, որ գուցե նա կկարողանա միանալ նրանց, խոսել իր ճշմարտությունը, վերջապես ազատվել։ Նա գնաց Վահագնի մոտ եւ ասաց, որ ուզում է մասնակցել ցույցերին, որ ուզում է օգտագործել իր ձայնը աջակցելու ժողովրդին։ Վահագնը նայեց նրան երկար, ուսումնասիրող հայացքով, ապա ասաց. Դու խենթ ես։ Դու գիտես, թե ինչ կլինի, եթե դու դուրս գաս հրապարակ եւ սկսես խոսել քաղաքականության մասին։ Դրանք քեզ կոչնչացնեն, դրանք քեզ կդարձնեն օրինակ, ցույց տալու համար, թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր չեն ենթարկվում։ Եվ ոչ միայն դու, քո ամբողջ ընտանիքը կտուժի։ Լուսինեն զգաց, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում բարկությունը։ Ես հոգնել եմ վախենալուց, ասաց նա։ Ես հոգնել եմ լինելուց ձեր մարիոնետը։ Ես ուզում եմ ապրել, ես ուզում եմ լինել ազատ։ Վահագնը ժպտաց, այն սառը անգութ ժպիտը։ Ազատություն։ Դու չգիտես, թե ինչ է ազատությունը։ Ազատությունը պատրանք է։ Ամեն ոք ինչ-որ մեկի ստրուկն է։ Դու պարզապես ունես ընտրություն՝ լինել հարուստ ստրուկ, թե աղքատ ստրուկ։ Դու ընտրել ես հարուստ լինել, մի փորձիր փոխել այն։ Բայց Լուսինեն արդեն որոշել էր։ Նա դուրս եկավ այդ գրասենյակից եւ գիտեր, որ նա պետք է անի ինչ-որ բան։ Նա չէր կարող շարունակել այսպես ապրել։ Նա սկսեց գաղտնի հանդիպումներ ունենալ ակտիվիստների հետ, մարդկանց, ովքեր կազմակերպում էին ցույցերը։ Նա սկսեց տալ փոքր գումարներ, որոնք նա կարողանում էր թաքցնել Վահագնից։ Նա սկսեց խոսել իր ընկերների հետ, այլ արտիստների, ովքեր նույնպես տառապում էին համակարգի տակ։ Նա փորձում էր կառուցել ցանց, փորձում էր գտնել ուժ, փորձում էր պատրաստվել այն օրվան, երբ նա կկարողանա վերջապես խոսել։ Բայց համակարգը ուներ աչքեր ամենուր։
1987 թվականի փետրվարին Վահագնը կանչեց Լուսինեին եւ դրեց սեղանին լուսանկարներ։ Լուսանկարներ նրա գաղտնի հանդիպումներից։ «Դու մտածեցիր, որ մենք չենք իմանա», ասաց նա։ «Դու մտածեցիր, որ կարող ես խաբել մեզ, բայց մենք միշտ գիտենք, մենք միշտ դիտում ենք, եւ հիմա դու պետք է վճարես քո անհնազանդության համար»։ Լուսինեն զգաց սառը ահ։ «Ինչ եք անելու», հարցրեց նա։ Վահագնը ժպտաց։ «Մենք ոչինչ չենք անելու, բայց քո քույրը Անահիտը, նա հենց նոր ստացավ նամակ բժշկական ինստիտուտից։ Դրան հեռացրել են ակադեմիական անբավարար արդյունքների պատճառով։ Եվ քո եղբայրը 19 տարեկան Արամը, նա հենց նոր ստացավ զորակոչման ծանուցում։ Նա մեկնում է Աֆղանստան հաջորդ ամիս»։ Լուսինեի աշխարհը փլավ։ Նրա քույրը, նրա եղբայրը, նրանք վճարում էին նրա մեղքի համար։ Նա ընկավ ծնկի վրա Վահագնի առջև։ «Խնդրում եմ», աղաղակեց նա, «խնդրում եմ, մի արեք սա։ Ես կանեմ ամեն ինչ, ինչ դուք ուզում եք։ Ես կդադարեցնեմ, ես կլռեմ, միայն մի վնասեք նրանց»։ Վահագնը նայեց նրան, անտարբեր, սառը։ «Ուշ է», ասաց նա։ «Որոշումները կայացված են, բայց կա մեկ ճանապարհ փրկելու նրանց։ Դու պետք է անես ինչ-որ բան մեզ համար, ինչ-որ բան շատ կարևոր»։ Լուսինեն նայեց նրան արցունքների միջով։ «Ինչ», հարցրեց նա։ Վահագնը ժպտաց։ «Մենք կասենք քեզ ժամանակին, բայց դու պետք է պատրաստ լինես, պատրաստ անել ամեն ինչ»։ Եվ այդպես Լուսինե Կիրակոսյանը դարձավ ոչ միայն գերի, այլև գործիք։ Գործիք այն համակարգի ձեռքում, որը օգտագործում էր նրան ոչ միայն փող վաստակելու, այլև քաղաքական նպատակների հասնելու համար։ Նա դարձավ մարիոնետ, որի թելերը պահում էին անտեսանելի ձեռքեր, որոնք կարող էին ոչնչացնել ամեն ինչ, ինչ նա սիրում էր, եթե նա համարձակվեր ապստամբել։ Եվ ամենավատը, նա գիտեր, որ սա երբեք չի վերջանա, որ նա կմնա գերի մինչև մահը, որ միակ ազատությունը, որը նա երբևէ կգտնի, կլինի մահվան մեջ։ Ինչու մայրը երբեք չխոսեց իր մեղքի մասին։ Ինչու նա թույլ տվեց, որ իր դուստրը շարունակի տառապել։ Եվ ամենակարևորը, ինչ էր այն շատ կարևոր բանը, որը Վահագնը պահանջեց Լուսինեից։ Այն բանը, որը վերջապես կոտրեց նրան եւ վերածեց մի ստվերի, որը միայն սպասում էր վերջին հանգստին։ Երբ Լուսինե Կիրակոսյանի անձնական բժիշկը 65 տարեկան դոկտոր Գևորգ Սարգսյանը, որը 35 տարի աշխատել էր Armenfilm ստուդիայի բժշկական մասում, վերջապես համաձայնեց տալ իր առաջին եւ վերջին հարցազրույցը 2017 թվականին, նրա ձայնը դողում էր այնպես, որ ստիպված էր դադարներ անել ամեն երկու նախադասությունից հետո։ Նա նստած էր իր հին ընդունարանում, որտեղ պատերին կախված էին դիպլոմներ եւ վկայականներ, 35 տարվա անբասիր ծառայության, բայց նրա աչքերում կար ինչ-որ բան, որը նման էր հավերժական ցավի։ «Ես պետք է ձեզ ասեմ մի բան, որը ես պահել եմ ինձ մեջ 35 տարի», սկսեց նա, եւ նրա ձեռքերը սեղմվեցին բռունցքի մեջ։ 1988 թվականի մարտին, երբ Լուսինեն եկավ ինձ մոտ առաջին անգամ, գանգատվելով անընդհատ գլխացավերից եւ քնի խանգարումներից, ես արեցի լրիվ զննում։ Արյան անալիզները ցույց տվեցին բարձր մակարդակ կորտիզոլի, սթրեսի հորմոնի։ Բայց ավելի վատը, ես գտա հետքեր նրա արյան մեջ, որոնք ցույց էին տալիս, որ նրան տրվում էր ինչ-որ բան։ Ինչ-որ նյութ, որը ես չէի կարող անմիջապես նույնականացնել, բայց որը նման էր հանգստացնող դեղամիջոցների։ Երբ ես հարցրի Լուսինեին, նա երդվեց, որ երբեք չի ընդունել որևէ դեղամիջոց։ Նա չգիտեր։ Նրան տրվում էր ինչ-որ բան առանց նրա գիտության։ Դոկտոր Սարգսյանը դադարեց, սրբեց իր ճակատը եւ շարունակեց. «Ես գնացի Վահագնի մոտ։ Ես ցույց տվեցի նրան արդյունքները։ Ես ասացի, որ սա վտանգավոր է, որ Լուսինեի առողջությունը վտանգի տակ է։ Եվ գիտեք, թե ինչ նա ինձ ասաց։ Նա ժպտաց եւ ասաց. «Դոկտոր, դուք շատ լավ բժիշկ եք, բայց կան բաներ, որոնք դուք չպետք է իմանաք։ Լուսինեն ստանում է այն, ինչ նրան անհրաժեշտ է իր աշխատանքը կատարելու համար։ Եվ դուք պետք է լռեք, եթե ուզում եք պահպանել ձեր աշխատանքը եւ ձեր թոշակը»։ Սպառնալիք։ Բաց սպառնալիք բժշկի նկատմամբ, որը փորձում էր պաշտպանել իր հիվանդին։ Դոկտորը նայեց ուղիղ խցիկին եւ նրա ձայնը կոտրվեց։ «Ես լռեցի։ Աստված ինձ ների, բայց ես լռեցի»։ Եվ Լուսինեն շարունակեց ստանալ այդ նյութը ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս։ Նրա ծմարմինը դանդաղ թունավորվում էր, եւ ես դիտում էի անօգնական, վախեցած, ամոթալի։ Ինչ էր այդ նյութը, որը տրվում էր Լուսինեին առանց նրա գիտության։ Ով էր տալիս այն, եւ ինչու համակարգը պատրաստ էր թունավորել իր սեփական աստղին, միայն որպեսզի պահի նրան վերահսկման տակ։
1988 թվականի ապրիլին, երբ Հայաստանում սկսվեցին զանգվածային ցույցերը Ղարաբաղյան շարժման շրջանակներում, երբ 100,000-ավոր մարդիկ դուրս էին գալիս փողոցներ պահանջելով արդարություն եւ ազգային ինքնորոշում, Վահագնը կանչեց Լուսինեին իր գրասենյակ, կեսգիշերին։ Լուսինեն, որը արդեն ապրում էր անընդհատ վախի մեջ, գիտեր, որ այս կանչը նշանակում է ինչ-որ վատ բան։ Երբ նա մտավ, Վահագնը նստած էր իր սեղանի ետևում, բայց այս անգամ նա ոչ միայնակ էր։ Նրա կողքին կանգնած էր մի մարդ, ում Լուսինեն տեսել էր միայն մեկ անգամ, 5 տարի առաջ Մոսկվայում, այն անանուն գրասենյակում։ Սառը աչքերով մարդը, որը այժմ թվում էր ավելի ծեր, ավելի հոգնած, բայց նույնքան վտանգավոր։ Լուսինե Սիմոնի, սկսեց սառը աչքերով մարդը, եւ նրա ձայնը հնչեց որպես դատավճիռ։ Ժամանակը եկել է։ Ժամանակը, երբ դուք պետք է վճարեք ձեր պարտքը։ Մենք պաշտպանել ենք ձեզ, պաշտպանել ենք ձեր ընտանիքը, տվել ենք ձեզ ամեն ինչ, եւ հիմա մենք պահանջում ենք մեր վարձատրությունը։ Լուսինեն զգաց, թե ինչպես է նրա սիրտը սառչում։ Ինչ եք ուզում, հարցրեց նա, թեև արդեն գիտեր, որ պատասխանը կլինի ինչ-որ սարսափելի։ Մարդը քայլեց դեպի նա դանդաղ, սպառնալից։ Վաղը դուք կգնաք հրապարակ, դուք կելույթ կունենաք, դուք կասեք ժողովրդին, որ այս ցույցերը վտանգավոր են, որ նրանք վնասում են Հայաստանին, որ իրական հայրենասերները պետք է մնան տանը եւ վստահեն իշխանություններին։ Դուք կասեք այն, ինչ մենք կգրենք ձեզ համար, եւ դուք կասեք այն համոզիչ, որովհետեւ դուք լավագույն դերասանուհին եք։ Լուսինեն զգաց, թե ինչպես է նրա աշխարհը փլվում։ Նրանք ուզում էին, որ նա դավաճանի իր ժողովրդին, որ նա դառնա այն համակարգի ձայնը, որը նա ատում էր, որ նա օգտագործի իր սերը եւ հարգանքը ժողովրդի կողմից, ստել նրանց, մանիպուլյացնել նրանց, վնասել նրանց։ Ես չեմ կարող, շշնջաց նա։ Ես չեմ կարող դա անել, դա կլինի դավաճանություն։ Սառը աչքերով մարդը ժպտաց, այն ժպիտը, որը Լուսինեն տեսել էր իր ամենավատ գիշերային ջանկերում։ Դուք կարող եք եւ դուք կանեք, որովհետեւ այլընտրանքը շատ ավելի վատ է։ Ձեր եղբայրը Արամը, նա հիմա Աֆղանստանում է։ Մենք կարող ենք ապահովել, որ նա վերադառնա անվնաս։ Կամ մենք կարող ենք ապահովել, որ նա ուղարկվի ամենավտանգավոր գոտի, այնտեղ, որտեղ մահացության տոկոսը 85 է։ Ընտրությունը ձեզն է։ Լուսինեն ընկավ աթոռին։ Նրա եղբայրը 19 տարեկան Արամը, որը երազում էր դառնալ ճարտարապետ, որը գրում էր նրան նամակներ Աֆղանստանից, լի վախով եւ կարոտով։ Նրա փոքրիկ եղբայրը, որին նա սիրում էր ավելի քան իր կյանքը։ Համակարգը գիտեր, թե ինչպես հարվածել։ Համակարգը միշտ գիտեր, թե որտեղ է ամենաբարակ կետը։ Լուսինեն նայեց Վահագնին, փնտրելով գուցե վերջին կտոր մարդկայնություն։ Բայց Վահագնը նայում էր հատակին։ Նա արդեն վաղուց դադարել էր լինել մարդ։ Նա դարձել էր մեքենային մաս։ Լուսինեն հասկացավ, որ նա մենակ է։ Նա միշտ եղել է մենակ։ Ես կանեմ, ասաց նա վերջապես, եւ այդ երկու բառերը հնչեցին որպես նրա սեփական մահվան դատավճիռ։ Սառը աչքերով մարդը ժպտաց եւ դուրս հանեց իր պայուսակից մի թերթ, գրված խիտ տողերով։ Սա ձեր ելույթն է։ Սովորեք այն։ Վաղը ժամը 12-ին դուք կլինեք հրապարակում։ Մենք կապահովենք, որ լրագրողները այնտեղ լինեն։ Մենք կապահովենք, որ ամբողջ Հայաստանը լսի ձեզ։ Եվ հիշեք, դուք դերասանուհի եք։ Դուք պետք է համոզիչ լինեք։ Ձեր եղբոր կյանքը կախված է ձեր խաղից։ Նա դրեց թուղթը Լուսինեի ձեռքում եւ հեռացավ Վահագնի հետ։ Լուսինեն մնաց միայնակ այդ գրասենյակում, ձեռքում պահելով այն բառերը, որոնք պետք է սպաներ նրա հոգին։ Նա սկսեց կարդալ։ Բառերը էին սուտ, մանիպուլյատիվ, նախատեսված վախեցնելու եւ բաժանելու։ Սիրելի հայրենակիցներ, ես, Լուսինե Կիրակոսյանը, որպես ձեր դուստր եւ ծառա, պետք է ասեմ ձեզ ճշմարտությունը։ Այս ցույցերը, որոնք մենք տեսնում ենք մեր փողոցներում, չեն ծառայում մեր ժողովրդի շահերին։ Դրանք կազմակերպված են արտաքին ուժերի կողմից, ովքեր ուզում են թուլացնել մեզ, բաժանել մեզ, ոչնչացնել մեզ։ Իրական հայրենասերները պետք է մնան տանը, պետք է վստահեն մեր իշխանություններին, պետք է պաշտպանեն մեր միասնությունը։ Ամեն բառ էր թույն, ամեն նախադասություն էր դավաճանություն։ Եվ Լուսինեն գիտեր, որ եթե նա ասի այս բառերը, նա կդառնա այն բանը, ինչ նա միշտ վախեցել է դառնալ։ Համակարգի գործիք, ժողովրդի թշնամի, դավաճան։ Բայց նրա եղբայրը, նրա փոքրիկ անմեղ եղբայրը, որը չգիտեր ոչինչ այս բոլորի մասին, որը պարզապես ուզում էր վերադառնալ տուն եւ ապրել իր կյանքը։ Լուսինեն նստեց այդ գրասենյակում ամբողջ գիշեր, պահելով այդ թուղթը։ Նա լաց չեղավ, նրա արցցունքները վաղուց սպառվել էին։
Նա պարզապես նստեց եւ սպասեց առավոտվա։ Այն առավոտվա, երբ նա պետք է դուրս գար եւ սպաներ վերջին կտորը իր հոգուց։ 1988 թվականի ապրիլի 22-ին ժամը 12-ին Լուսինե Կիրակոսյանը կանգնեց Երևանի կենտրոնական հրապարակուկում հազարավոր մարդկանց առջև։ Լրագրողները կանգնած էին առաջին շարքում, իրենց խցիկներով եւ միկրոֆոններով։ Վահագնը կանգնած էր կողքում, իր սառը վերահսկող հայացքով։ Եվ Լուսինեն, որը կրում էր սպիտակ զգեստ, խորհրդանշելու անմեղությունը, որը նա այլևս չուներ, սկսեց խոսել։ Նա ասաց այն բառերը, որոնք գրված էին նրա համար։ Նա ասաց դրանք համոզիչ, որովհետև նա իսկապես լավագույն դերասանուհին էր։ Բայց նրա ներսում, նրա հոգու խորքում ինչ-որ բան մեռավ։ Վերջին կտորը հույսի, վերջին կտորը արժանապատվության, վերջին կտորը Լուսինե Կիրակոսյանի, այն աղջիկա, որը երբեմն երազել էր պարզապես երգելու։ Երբ նա ավարտեց, հրապարակը լուռ էր։ Մարդիկ նայում էին նրան, շշմած, վիրավորված, դավաճանված։ Ապա մեկը սկսեց գոչել. «Ամոթ, ամոթ Լուսինե Կիրակոսյանին»։ Եվ ապա ուրիշները միացան. «Դավաճան, համակարգի ստրուկ, մենք քեզ սիրեցինք եւ դու մեզ դավաճանեցիր»։ Բառերը հարվածում էին Լուսինեին ավելի ուժեղ, քան ցանկացած ֆիզիկական հարված։ Նա տեսավ մարդկանց դեմքերը, լի ատելությամբ, հիասթափությամբ, ցավով։ Նա տեսավ կանանց, ովքեր լացում էին, տղամարդկանց, ովքեր թքում էին նրա ուղությամբ, երեխաների, ովքեր թաքնվում էին իրենց ծնողների ետևում։ Նա տեսավ, թե ինչպես է նրա ժողովուրդը, նրա սիրելի ժողովուրդը դառնում նրա թշնամի։ Վահագնը բռնեց նրա ձեռքից եւ տարավ դեպի մեքենան։ Նրանք հեռացան արագ, մինչեւ բազմությունը կարողանար հասնել նրանց։ Բայց Լուսինեն լսում էր գոչյունները, նույնիսկ երբ մեքենան արդեն հեռու էր։ Նա լսում էր դրանք իր գլխում, իր սրտում, իր հոգում, եւ նա գիտեր, որ այդ ձայները երբեք չեն լռի, որ նա կապրի դրանց հետ մինչեւ իր վերջին շունչը։ Վահագնը նայեց նրան եւ ժպտաց. «Դու հրաշալի էիր», ասաց նա։ «Դու արեցիր ճիշտ բանը»։ Բայց Լուսինեն չպատասխանեց։ Նա նայում էր պատուհանից, տեսնելով Երևանի փողոցները, որոնք նա սիրում էր, եւ գիտենալով, որ նա երբեք այլևս չի կարող քայլել դրանցով առանց ամոթի, առանց վախի, առանց ատելության։ Հաջորդ օրերին Լուսինեի ելույթը հեռարձակվեց բոլոր հեռուստաալիքներով։ Թերթերը գրեցին նրա մասին, որոշները գովելով նրա քաղաքացիական համարձակությունը, ուրիշները դատապարտելով նրա դավաճանությունը։ Բայց ամենավատը եկավ նամակներով։ Հարյուրավոր նամակներ, որոնք ուղարկվեցին ստուդիա, որոնք ուղարկվեցին նրա տուն, նամակներ լի ատելությամբ, սպառնալիքներով, անեծքներով։ «Դու մեռած ես մեզ համար», գրում էր մեկը։ «Դու դավաճան ես, եւ դավաճանները պետք է վճարեն», գրում էր մյուսը։ Լուսինեն կարդում էր այդ նամակները։ Ամեն մեկը, ամեն բառը։ Նա չգիտեր, թե ինչու։ Գուցե որովհետև նա զգում էր, որ արժանի է այդ ատելությանը։ Գուցե որովհետև նա ուզում էր տառապել, որպես պատիժ իր դավաճանության համար։ Բայց ամենավատ նամակը եկավ նրա քրոջից, Անահիտից։ Կարճ 3 տող։ «Լուսինե, ես չեմ ճանաչում քեզ։ Ես մտածում էի, որ դու ուժեղ ես, որ դու համարձակ ես, բայց դու պարզապես վախկոտ ես։ Ես ամաչում եմ, որ դու իմ քույրն ես»։ Այդ բառերը ճեղքեցին Լուսինեի սիրտը ավելի քան բոլոր ուրիշ նամակները միասին։ Նրա քույրը, նրա միակ դաշնակիցը, նրա միակ ընկերը այժմ նույնպես ատում էր նրան։ Եվ Լուսինեն չէր կարող բացատրել։ Նա չէր կարող ասել ճշմարտությունը, որ նա արեց դա փրկելու համար իրենց եղբորը, որովհետև եթե նա խոսեր, համակարգը կպատժեր նրանց բոլորին, այնպես որ նա լռեց։ Նա ընդունեց ատելությունը, ընդունեց դատապարտումը, ընդունեց մեկուսացումը։ Նա դարձավ ամենամենակ մարդը Հայաստանում, շրջապատված միլիոնավոր մարդկանցով, բայց ամբողջովին միայնակ։ Ինչու Լուսինեն ընդունեց այդ դերը, գիտենալով, որ դա կոչնչացնի նրան իր ժողովրդի աչքում։ Արդյոք նա իսկապես հավատում էր, որ փրկում է իր եղբորը, թե համակարգը արդեն այնքան էր կոտրել նրան, որ նա այլևս չէր կարող ապստամբել։ Եվ ամենակարևորը, ինչպես մի մարդ կարող է ապրել, երբ ամբողջ աշխարհը, որին նա սիրում էր, այժմ ատում է նրան։ Երբ Լուսինե Կիրակոսյանի անձնական օրագիրը գտնվեց թաքնված նրա լնակարանի հատակի տակ, փայտե տախտակների միջև, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրել, էջերը բացահայտեցին ճշմարտություն, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած կարող էր պատկերացնել։ Օրագիրը սկսվում էր 1988 թվականի մայիսից, ճիշտ 1 ամիս հետո այն դավաճանական ելույթից, եւ վերջին գրառումը արված էր 1989 թվականի հունվարին, ճիշտ 2 շաբաթ առաջ, քան Լուսինեի մարմինը գտնվեց նրա բնակարանում։ Բայց այն, ինչ գրված էր այդ էջերում, չէր նման սովորական օրագրի։ Դա էր խոստովանություն, ճիշտ, վերջին փորձ,
թողնելու հետք, որ ինչ-որ մեկը, ինչ-որ օր կհասկանա ճշմարտությունը։ Ես այլևս չեմ կարող, գրում էր Լուսինեն դողող ձեռագրով։ Ամեն առավոտ, երբ ես արթնանում եմ, ես գտնում եմ փոքրիկ դեղահատ իմ սուրճի բաժակի կողքին։ Սպիտակ, փոքրիկ, անմեղ պես կունեցող։ Վահագնը ասում է, որ դա վիտամին է, որ դա օգնում է ինձ պահպանել իմ էներգիան։ Բայց ես գիտեմ, որ դա ուրիշ բան է։ Ես զգում եմ, թե ինչպես է այն փոխում ինձ, ինչպես է այն դարձնում ինձ ավելի հանգիստ, ավելի ենթարկվող, ավելի դատարկ։ Ես փորձեցի չընդունել այն, բայց երբ ես դա արեցի, Վահագնը եկավ եւ ասաց, որ իմ եղբայրը ունեցել է դժբախտ պատահար Աֆղանստանում, որ նա վիրավորվել է, բայց ողջ է, եւ որ եթե ես ուզում եմ, որ նա մնա ողջ, ես պետք է շարունակեմ ընդունել իմ վիտամինները։ Այնպես որ ես ընդունում եմ։ Ամեն օր ես ընդունում եմ այն փոքրիկ սպիտակ դեղահատը, եւ ամեն օր ես զգում եմ, թե ինչպես է ինչ-որ մաս ինձնից մեռնում։ Ինչ էր այդ դեղահատը, որը Լուսինեին ստիպված էին ընդունել ամեն օր։ Ով էր որոշել, որ նրան պետք է քիմիապես վերահսկել, եւ քանի այլ արտիստներ էին ստանում նույն բուժումը, այն համակարգից, որը պնդում էր, որ հոգ է տանում նրանց մասին։ 1989 թվականի սեպտեմբերին, երբ Խորհրդային Միությունը արդեն սկսել էր փլվել, երբ Բերլինի պատը ընկել էր, երբ ամբողջ արևելյան Եվրոպան փոփոխվում էր, Հայաստանում ամեն ինչ դեռ մնում էր նույնը։ Համակարգը, թեև թուլացած, դեռ պահպանում էր իր բռունցքը, եւ Լուսինե Կիրակոսյանը դեռ էր գերի։ Բայց ինչ-որ բան փոխվել էր նրա մեջ։ Դեղահատները, որոնք նա ստիպված էր ընդունել ամեն օր, սկսել էին ունենալ ավելի ուժեղ ազդեցություն։ Նրա մարմինը սկսել էր ապստամբել։ Նա սկսեց ունենալ գլխապտույտներ, սրտխառնոց, հիշողության կորուստ։ Կային օրեր, երբ նա չէր կարող հիշել, թե ինչ էր արել նախորդ օրը։ Կային գիշերներ, երբ նա արթնանում էր, չգիտենալով, թե որտեղ է։ Նա գնաց դոկտոր Սարգսյանի մոտ։ Նա պատմեց նրան ամեն ինչ՝ դեղահատների մասին, սպառնալիքների մասին, իր մարմնի փլուզման մասին։ Դոկտորը լսեց նրա դեմքը դառնալով ավելի ու ավելի գունատ։ Ապա նա ասաց. Լուսինե, այն ինչ նրանք անում են ձեզ հետ, դա հանցագործություն է։ Դա թունավորում է։ Դուք պետք է դադարեցնեք ընդունել այդ դեղահատները։ Դուք պետք է հեռանաք այդ մարդկանցից։ Լուսինեն նայեց նրան արցունքների միջով։ Ես չեմ կարող։ Եթե ես դադարեցնեմ, նրանք կսպանեն իմ եղբորը։ Եթե ես փախչեմ, նրանք կգտնեն ինձ։ Ես ծուղակի մեջ եմ, դոկտոր։ Ես ծուղակի մեջ եմ, որտեղից ելք չկա։ Դոկտոր Սարգսյանը նստեց լուռ երկար րոպեներ։ Ապա նա ասաց. Կա մեկ ելք, բայց դա վտանգավոր է, շատ վտանգավոր։ Լուսինեն նայեց նրան հույսով։ Ինչ ելք։ Դոկտորը հանեց իր դարակից մի փոքրիկ շիշ, լի հեղուկով։ Սա հակաթույն է։ Եթե դուք սկսեք ընդունել սա ամեն օր, փոքր չափաբաժիններով, այն կմաքրի ձեր համակարգը այն նյութից, որը նրանք տալիս են ձեզ։ Դուք կսկսեք զգալ ավելի լավ, ավելի պարզ, ավելի ուժեղ, բայց կա վտանգ։ Եթե նրանք նկատեն, որ դեղահատները այլևս չեն աշխատում, նրանք կիմանան, որ դուք անում եք ինչ-որ բան, եւ նրանք կարող են արձագանքել։ Լուսինեն վերցրեց շիշը եւ պահեց այն իր ձեռքում, կարծես դա էր վերջին հույսը։ Ես պատրաստ եմ ռիսկի, ասաց նա։ Ես ավելի լավ կմեռնեմ փորձելով ազատվել, քան կապրեմ այսպես։ Հաջորդ ամիսներին Լուսինեն սկսեց ընդունել հակաթույնը, գաղտնի, ամեն առավոտ, նախքան այն սպիտակ դեղահատը։ Եվ դանդաղ, շատ դանդաղ, նա սկսեց զգալ փոփոխություն։ Մառախուղը, որը ծածկել էր նրա միտքը տարիներ, սկսեց բարձրանալ։ Նա սկսեց հիշել բաներ, հին հիշողություններ, մոռացված երազներ։ Այն աղջիկան, ով նա եղել էր նախքան համակարգը նրան կլաներ։ Նա սկսեց զգալ բարկություն, իրական, մաքուր, հզոր բարկություն։ Բարկություն դեպի Վահագնը, դեպի համակարգը, դեպի բոլոր նրանց, ովքեր վերածել էին նրան ապրանքի, եւ այդ բարկությունը տվեց նրան ինչ-որ բան, ինչ նա կորցրել էր վաղուց։ Ուժ։ Բայց համակարգը նկատեց։ 1989 թվականի դեկտեմբերին Վահագնը կանչեց Լուսինեին իր գրասենյակ։ Նրա դեմքը տարբեր էր, ոչ բարկացած, ոչ սպառնալից, այլ հետաքրքրված, գրեթե զվարճացած։ Լուսինե ջան, սկսեց նա, եւ նրա ձայնը հնչեց անսովոր, գրեթե ջերմ։ Ես նկատել եմ, որ դու ավելի լավ ես վերջերս, ավելի էներգիայով, ավելի կենթանի, սա հրաշալի է։ Բայց ես նաեւ նկատել եմ, որ դու դարձել ես ավելի անկախ, ավելի համարձակ։ Դու սկսել ես հարցեր տալ, սկսել ես մերժել որոշ առաջադրանքներ։ Սա մտահոգիչ է։ Նա դադարեց եւ նայեց Լուսինեին ուսումնասիրող հայացքով։ Ասա ինձ, Լուսինե ջան, դու ընդունում ես քո վիտամինները։ Լուսինեն զգաց սառը վախ, անցնելով իր ողնաշարով։ Նրանք գիտեին, կամ գուցե կասկածում էին, նա պետք է լիներ զգույշ։
Այո, իհարկե, ասաց նա, փորձելով պահպանել իր ձայնը հանգիստ։ Ես ընդունում եմ դրանք ամեն օր։ Վահագնը ժպտաց։ Լավ է, որովհետև մենք հոգ ենք տանում քո առողջության մասին, եւ մենք ուզում ենք ապահովել, որ դու ստանում ես լավագույն խնամքը։ Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք փոխել քո դեղամիջոցները, նոր բանաձև, ավելի ուժեղ, ավելի արդյունավետ։ Դու կսկսես ստանալ դրանք վաղվանից։ Նա բացեց իր դարակը եւ դուրս հանեց մի նոր շիշ, լի կարմիր դեղահատներով։ Սրանք ավելի լավ են, դու կզգաս տարբերությունը։ Լուսինեն նայեց այդ կարմիր դեղահատներին եւ հասկացավ, որ համակարգը հարձակվում է։ Նրանք չէին հավատում նրան։ Նրանք փորձում էին ավելի ուժեղ միջոցներ։ Եթե նա սկսեր ընդունել այդ նոր դեղահատները, հակաթույնը գուցե չաշխատեր։ Նա կվերադառնար այն մառախլային վիճակին, կամ ավելի վատ։ Նա վերցրեց շիշը եւ ասաց. «Շնորհակալություն, ես կսկսեմ վաղվանից»։ Բայց նրա ներսում նա գիտեր, որ նա երբեք չի ընդունի այդ դեղահատները։ Նա գիտեր, որ սա էր վերջին մարտահրավերը, համակարգը եւ նրա միջև, եւ մեկը պետք է պարտվեր։ Այդ գիշեր Լուսինեն նստեց իր բնակարանում եւ գրեց իր օրագրում. Նրանք փորձում են ավելի ուժեղ թույն տալ ինձ, բայց ես չեմ ընդունի այն։ Ես նախընտրում եմ մեռնել ազատ, քան ապրել ստրուկ։ Ես գիտեմ, որ եթե ես մերժեմ, նրանք կգան ինձ համար, բայց ես պատրաստ եմ։ Ես այլևս չեմ վախենում նրանցից։ Ես վախենում եմ միայն մի բանից, որ ես կմեռնեմ եւ ոչ ոք երբեք չի իմանա ճշմարտությունը։ Որ ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ նրանք արեցին ինձ հետ, ինչ նրանք արեցին այնքան շատերի հետ։ Այդ իսկ պատճառով ես գրում եմ սա։ Այդ իսկ պատճառով ես թաքցնում եմ այս օրագիրը, որպիսի ինչ որ մեկը գտնի այն եւ իմանա։ Իմանա, որ Լուսինե Կիրակոսյանը ոչ թե դավաճան էր, այլ զոհ։ Զոհ համակարգի, որը սնվում էր մարդկանց կյանքերով եւ երազներով։ Ինչպես Լուսինեն գտավ ուժ ապստամբելու, վերջապես երբ ամեն ինչ թվում էր կորած։ Արդյոք հակաթույնը իսկապես վերադարձվեց նրա միտքը, թե ինչ որ բան ավելի խորը, վերջին կտոր հոգին, որը համակարգը չէր կարողացել կոտրել։ Եվ երբ նա մերժեց ընդունել այդ կարմիր դեղահատները, ինչ արեց համակարգը։ Այն համակարգը, որը երբեք ճողնուջզեկ չէր թողնում իր զոհերին փախչել։ Երբ Լուսինե Կիրակոսյանի վերջին շաբաթների մասին խոսեց նրա հարևանուհին, 70-ամյա Արփինե Գրիգորյանը, որը ապրում էր նույն շենքի նույն հարկում, նրա ձայնը լի էր ցավով եւ մեղքով։ Ես լսում էի ամեն ինչ, ասաց նա նստած իր փոքրիկ խոհանոցում, որտեղ պատուհանից երևում էր Լուսինեի բնակարանի դուռը։ Պատերը բարակ էին։ Ես լսում էի, երբ նա լաց էր լինում գիշերները։ Ես լսում էի, երբ մարդիկ գալիս էին ուշ գիշերները, երբ բոլորը քնած էին։ Ես լսում էի նրանց ձայները, բարձր, սպառնալից, պահանջկոտ։ Եվ ես լսում էի Լուսինեի ձայնը, թույլ, կոտրված, աղաչող։ Բայց ես երբեք չմտա։ Ես երբեք չօգնեցի։ Ես վախենում էի։ Աստված ինձ ների, բայց ես վախենում էի։ Արփինեն դադարեց, սրբեց իր արցունքները եւ շարունակեց. Վերջին շաբաթը նախքան նրանք գտան նրա մարմինը, ես տեսա տարօրինակ բաներ։ Ես տեսա, որ նրա դուռը բաց էր, մի փոքր, ճաքով։ Ես տեսա, որ լույսերը վառ էին, ամբողջ գիշեր, ամեն գիշեր։ Ես լսեցի, որ նա խոսում էր ինքն իր հետ, բարձր ձայնով, կարծես վիճում էր ինչ-որ մեկի հետ, ով այնտեղ չէր։ Եվ վերջին գիշերը, ճիշտ նախքան այն բան պատահեց, ես լսեցի ճիչ։ Ոչ վախի ճիչ, այլ բարկության ճիչ։ Ճիչ, որը ասում էր. ոչ, ես չեմ անի այն։ Դուք չեք կարող ստիպել ինձ, ես ազատ եմ։ Եվ ապա լռություն։ Ինչ էր այն վերջին պահանջը, որը համակարգը արեց Լուսինեից։ Ինչ էր այն բանը, որը նա վերջապես մերժեց, նույնիսկ գիտենալով, որ մերժումը կարող էր նշանակել մահ։ Եվ ով էր այնտեղ այդ վերջին գիշերը, այն գիշերը, երբ Լուսինե Կիրակոսյանի կյանքը վերջացավ։ 1989 թվականի հունվարի 15-ին, երբ Երևանը ծածկված էր ձյան տակ, երբ ցուրտը այնքան սաստիկ էր, որ մարդիկ նախընտրում էին մնալ տանը, Վահագնը եկավ Լուսինեի բնակարան, վերջին անգամ։ Նա չզանգեց նախապես։ Նա պարզապես հայտնվեց դռան առջև, ուշ երեկոյան, երբ արդեն մութ էր։ Լուսինեն բացեց դուռը եւ տեսավ նրան կանգնած միջանցքում եւ նրա ետևում երկու այլ մարդիկ, ում նա չէր ճանաչում։ Մեծ մկանային տղամարդիկ, որոնց դեմքերը չէին արտահայտում ոչինչ։ Մենք պետք է խոսենք, ասաց Վահագնը, եւ նրա ձայնը հնչեց վերջնական։ Նրանք մտան բնակարան։ Երկու տղամարդիկը մնացին դռան մոտ, արգելափակելով ելքը։ Վահագնը նստեց սալոնում եւ նայեց Լուսինեին երկար, գնահատող հայացքով։
Դու չես ընդունում քո դեղամիջոցները, ասաց նա։ Դա չէր հարց, դա էր փաստ։ Մենք գիտենք։ Մենք միշտ գիտենք։ Եվ մենք գիտենք նաև, որ դու հանդիպել ես դոկտոր Սարգսյանի հետ, որ նա տվել է քեզ ինչ-որ բան։ Մենք արդեն խոսել ենք նրա հետ։ Նա ամեն ինչ ասաց մեզ, եւ հիմա նա այլևս չի աշխատում ստուդիայում։ Նա այլևս չի աշխատում որևէ տեղ։ Լուսինեն զգաց սառը ահ։ Դոկտոր Սարգսյանը, միակ մարդը, ով փորձել էր օգնել նրան, այժմ նույնպես պատժված էր։ Ինչու եք այստեղ, հարցվեց Լուսինեն, փորձելով պահպանել իր ձայնը հանգիստ։ Վահագնը ժպտաց, այն սառը անգութ ժպիտը, որը Լուսինեն ատում էր։ Մենք այստեղ ենք, որովհետև դու ունես վերջին հնարավորություն։ Վերջին հնարավորություն վերադառնալ։ Վերադառնալ մեզ, վերադառնալ համակարգին, վերադառնալ այն կյանքին, որը մենք տվեցինք քեզ։ Մենք պատրաստ ենք մոռանալ քո անհնազանդությունը։ Մենք պատրաստ ենք սկսել նորից, բայց դու պետք է անես մի բան մեզ համար։ Մի բան շատ կարևոր։ Նա դուրս հանեց իր պայուսակից մի ծրար եւ դրեց սեղանին։ Սրանք փաստաթղթեր են։ Փաստաթղթեր, որոնք մենք ուզում ենք, որ դու ստորագրես։ Փաստաթղթեր, որոնք կտան մեզ լրիվ վերահսկողություն քո կյանքի, քո գույքի, քո ամեն ինչի վրա։ Դու կդառնաս մեր սեփականությունը, պաշտոնապես, իրավաբանորեն, ընդմիշտ։ Լուսինեն նայեց այդ փաստաթղթերին եւ զգաց, թե ինչպես է նրա ներսում բորբոքվում բարկությունը։ Այս էր վերջին քայլը, վերջին փորձը, ամբողջովին ոչնչացնելու նրան, վերածելու նրան իրավաբանական ապրանքի։ Եվ եթե ես մերժեմ, հարցրեց նա։ Վահագնը դադարեց ժպտալը։ Նրա դեմքը դարձավ քարե։ Եթե դու մերժես, մենք կապահովենք, որ քո եղբայրը երբեք չվերադառնա Աֆղանստանից։ Մենք կապահովենք, որ քո քույրը երբեք չգտնի աշխատանք։ Մենք կապահովենք, որ քո մայրը կորցնի իր բնակարանը։ Եվ մենք կապահովենք, որ դու կդառնաս ոչինչ։ Ոչ մի ստուդիա չի վերցնի քեզ, ոչ մի թատրոն չի ընդունի քեզ։ Դու կդառնաս ուրվական, մոռացված, ոչնչացված։ Լուսինեն նստեց լուռ, երկար րոպեներ։ Նա նայում էր այդ փաստաթղթերին, այդ վերջին շղթաներին, որոնք համակարգը ուզում էր դնել նրա վրա։ Եվ նա մտածեց իր կյանքի մասին, բոլոր այն տարիների, երբ նա եղել է գերի, բոլոր այն պահերի, երբ նա զոհել է իր երազները, իր ազատությունը, իր հոգին։ Եվ նա հասկացավ, որ նա չի կարող շարունակել, որ եթե նա ստորագրի այդ փաստաթղթերը, նա կդառնա ամբողջովին մեռած, նույնիսկ եթե նրա մարմինը շարունակի շնչել։ Նա բարձրացրեց գլուխը եւ նայեց Վահագնին, ուղիղ աչքերին։ Ոչ, ասաց նա։ Ես չեմ ստորագրի։ Ես ավելի լավ կմեռնեմ, քան կապրեմ այսպես։ Վահագնի դեմքը չփոխվեց։ Նա կարծես սպասում էր այդ պատասխանին։ Նա ժպտաց, այն ժպիտը, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած սպառնալիք։ Լավ, ասաց նա։ Դու ընտրեցիր։ Հիմա դու կապրես քո ընտրության հետևանքների հետ։ Նա կանգնեց եւ անդրադարձավ երկու տղամարդկանց։ Ապահովեք, որ նա հասկանա իր սխալը, ասաց նա։ Եվ ապա նա հեռացավ, թողնելով Լուսինեին միայնակ այդ երկու տղամարդկանց հետ։ Այնինչ տեղի ունեցավ հաջորդ ժամերին, Լուսինեն երբեք չգրեց իր օրագրում։ Գուցե որովհետև դա չափազանց ցավոտ էր, գուցե որովհետև դա չափազանց ամոթալի էր, կամ գուցե որովհետև նա գիտեր, որ ոչ ոք երբեք չի հավատա։ Բայց հարևանուհի Արփինեն լսեց։ Նա լսեց ճիչերը, աղաչանքները, հարվածների ձայները։ Նա լսեց, թե ինչպես է Լուսինեն աղաղակում։ Դադարեցրեք, խնդրում եմ, դադարեցրեք։ Եվ ապա ժամերի անց լռություն։ Երբ երկու տղամարդիկը վերջապես հեռացան խավարի մեջ, Լուսինե Կիրակոսյանը մնաց միայնակ իր բնակարանում, կոտրված, ծեծված, խեղդված։ Բայց նա դեռ ողջ էր։ Եվ նրա ներսում, նրա հոգու խորքում դեռ բորբոքվում էր մի փոքրիկ կրակ, վերջին կտորապստամբության։ Նա սողեց դեպի իր գրասեղանը եւ վերցրեց իր օրագիրը։ Դողող ձեռքով, արյունոտ մատներով նա գրեց վերջին բառերը։ Նրանք եկան։ Նրանք փորձեցին կոտրել ինձ, բայց նրանք չկարողացան։ Ես դեռ այստեղ եմ։ Ես դեռ ես եմ։ Եվ ես երբեք չեմ ստորագրի։ Ես երբեք չեմ դառնա նրանց սեփականությունը։ Ես կմեռնեմ ազատ։ Նա փակեց օրագիրը եւ թաքցրեց այն հատակի տակ, այնտեղ, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրել։ Եվ ապա նա սպասեց։ Սպասեց վեց վերջին հանգստին, վերջին ազատությանը, վերջին փրկությանը։ Երկու շաբաթ անց, երբ հարևանները զգացին տարօրինակ հոտ, երբ նրանք կանչեցին ոստիկանությանը, երբ նրանք բացեցին դուռը, նրանք գտան Լուսինե Կիրակոսյանի մարմինը նստած իր սալոնում, աչքերը բաց, դեմքը հանգիստ։ Պաշտոնական եզրակացությունը սրտի կաթված։ Բայց նրանք, ովքեր տեսան նրա մարմինը, նրանք, ովքեր տեսան կապտուկները, կոտրված կոհոսկրերը, արյունոտ շրթունքները,
նրանք գիտեին ճշմարտությունը։ Լուսինե Կիրակոսյանը չմեռավ սրտի կաթվածից։ Նա մեռավ համակարգի ձեռքից, այն համակարգի, որը նա համարձակվեց մերժել։ Եվ 30 տարի անց, երբ այդ գաղտնի պայմանագիրը գտնվեց, երբ օրագիրը բացահայտվեց, երբ վկաները վերջապես համարձակվեցին խոսել, աշխարհը վերջապես իմացավ ճշմարտությունը։ Լուսինե Կիրակոսյանը ոչ թե դավաճան էր, ոչ թե համակարգի ծառա։ Նա էր զո, համակարգի զո, որը սնվում էր տաղանդներով եւ կյանքերով։ Նա էր հերոսուհի, որը մերժեց ենթարկվել, նույնիսկ երբ դա նշանակում էր մահ։ Եվ նրա վերջին բառերը, գրված արյունոտ մատներով, դարձան նրա կտակը։ Կտակ բոլոր նրանց համար, ովքեր երբևէ պայքարել են համակարգի դեմ։ Ես կմեռնեմ ազատ։ Ինչպես կարող էր համակարգը այդքան անխղճորեն ոչնչացնել մի մարդու, ով միայն ուզում էր ապրել իր կյանքը։ Ինչպես կարող էին այդքան շատ մարդիկ լռել, դիտել, թույլ տալ, որ սա տեղի ունենա։ Եվ քանի այլ Լուսինե Կիրակոսյաններ կան, թաքնված պատմության մեջ, մոռացված, ոչնչացված, բայց դեռ սպասում, որ ինչ-որ մեկը պատմի նրանց պատմությունը։ Երբ Լուսինե Կիրակոսյանի մահից 72 ժամ անց ընտանիքը վերադարձավ նրա բնակարան, հավաքելու անձնական իրերը, նրանք գտան ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Սեղանի տակ, փոշու տակ, մոռացված անկյունում ընկած էր մի ծրար, կապված կարմիր ժապավենով։ Ներսում պայմանագիր, որը չուներ ամսաթիվ, բայց ուներ կնիկ, անծանոթ կազմակերպության։ Փաստաթղթի 3-րդ կետում փոքր տառերով գրված էր. «Արտիստը չի կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը առանց գրավոր թույլտվության կազմակերպությունից։ Ցանկացած փորձ խախտելու այս պայմանը կհանգեցնի պայմանագրի լուծմանը եւ ֆինանսական պատասխանատվության 150,000 ռուբլու չափով»։ 150,000 ռուբլի 1978 թվականին դա էր 3 բնակարանի արժեքը Երևանի կենտրոնում։ Գումար, որը Լուսինեն երբեք չէր տեսել, բայց որը ըստ այս փաստաթղթի նա պարտք էր։ Ստորագրությունը փաստաթղթի տակ նման էր Լուսինեի ձեռագրին, բայց ինչ-որ բան սխալ էր։ Տառերը չափազանց կանոնավոր, չափազանց կատարյալ, կարծես ոչ թե ձեռքով գրված, այլ պատճենված։ Ո՞վ էր ստորագրել այս փաստաթուղթը Լուսինեի անունից։ Ինչու այս պայմանագիրը, որը վերածում էր նրան գերիի, թաքնված էր այնպես, կարծես ամենամեծ ամոթը։ Եւ ամենակարևորը, ով էր այն կազմակերպությունը, որի կնիքը կրում էր անունը մշակութային համագործակցության կենտրոն, անունը, որը ոչ ոք երբեք չէր լսել, բայց որը, ըստ փաստաթղթի, ուներ իրավունք վերահսկել Լուսինե Կիրակոսյանի ամբողջ կյանք։ 1989 թվականի հունվարի վերջին օրերին, երբ Լուսինե Կիրակոսյանի մարմինը արդեն սառել էր նրա բնակարանում, երբ նրա վերջին շունչը արդեն դադարել էր, Վահագնը նստած էր իր գրասենյակում եւ խմում էր կոնյակ, դանդաղ, մտածված։ Նրա սեղանին ընկած էր հեռախոսը, որը զանգել էր ամբողջ օրը, բայց նա չէր պատասխանել։ Նա գիտեր, որ լուրը շուտով կտարածվի, որ հարցեր կլինեն, որ ոստիկանությունը կգա, բայց նա նաև գիտեր, որ համակարգը կպաշտպանի նրան։ Համակարգը միշտ պաշտպանում էր իր սեփականներին։ Նա վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց մի համար, որը նա գիտեր անգիր։ Ձայնը, որը պատասխանեց, էր սառը, անտարբեր։ Այո, Վահագնը ասաց. «Մենք ունենք խնդիր, Լուսինեն մեռել է»։ Լռություն։ Ապա ձայնը ասաց. «Ինչպես»։ Վահագնը դադարեց։ Նա գիտեր, որ պետք է զգույշ լինի։ Սրտի կաթված, բնական պատճառներ։ Ձայնը ծիծաղեց, կարճ, անքուտ ծիծաղ։ Բնական, իհարկե։ Ապահովեք, որ բոլոր փաստաթղթերը մաքուր են, ապահովեք, որ ոչինչ չի կարող հետ գալ մեզ մոտ։ Եվ Վահագն, սա վերջին անգամն է։ Մենք չենք կարող թույլ տալ եւս մեկ այսպիսի իրավիճակ։ Գիծը կտրվեց։ Վահագնը նստեց լուր, երկար րոպեներ։ Նա մտածեց Լուսինեի մասին, այն աղջիկա, ում նա առաջին անգամ տեսել էր 14 տարեկան, լի երազանքներով եւ հույսով։ Նա մտածեց, թե ինչպես է նա դանդաղ տարիների ընթացքում վերածել այդ աղջիկան մի ստվերի, մի կոտրված հավաքածուի։ Նա մտածեց, թե արդյոք նա զգում էր մեղք, բայց ապա նա հիշեց իր սեփական կյանքը, աղքատությունը, պայքարը, այն օրը, երբ նա ինքը ստորագրեց իր առաջին պայմանագիրը համակարգի հետ։ Նա հիշեց, թե ինչպես են նրան ասել. «Դու կարող ես լինել հարուստ, կամ դու կարող ես լինել կարող ես լինել բարի, բայց ոչ երկուսն էլ»։ Եվ նա ընտրել էր հարստությունը, նա ընտրել էր ապրել։ Եվ այդ ընտրությունը նշանակում էր, որ ուրիշները պետք է մեռնեին։ Նա կանգնեց, հագավ իր վերարկուն եւ դուրս եկավ գրասենյակից։ Նա գիտեր, թե ինչ պետք է անի։ Նա գնաց Լուսինեի բնակարան, վերջին անգամ։ Դուռը դեռ փակ էր, ոստիկանությունը դեռ չէր եկել։
Նա բացեց դուռը իր բանալիով, այն բանալիով, որը նա ունեցել էր տարիներ, այն բանալիով, որը թույլ էր տալիս նրան մտնել Լուսինեի կյանք ցանկացած պահի։ Նա մտավ եւ տեսավ նրա մարմինը դեռ նստած աթոռին, աչքերը դեռ բաց, դեմքը դեռ պահպանում էր այն արտահայտությունը, որը նա ունեցել էր վերջին պահին։ Ոչ վախի արտահայտություն, ոչ ցավի, հանգստության։ Կարծես նա վերջապես գտել էր այն, ինչ փնտրել էր ամբողջ կյանքը՝ ազատություն։ Վահագնը սկսեց փնտրել։ Նա փնտրեց փաստաթղթեր, նամակներ, ցանկացած բան, որը կարող էր կապել նրան կամ համակարգը Լուսինեի մահվան հետ։ Նա գտավ օրագիրը թաքնված հատակի տակ։ Նա կարդաց այն արագ, նյարդայնորեն։ Ամեն էջ էր մեղադրանք, ամեն բառ էր ապացույց։ Եթե այս օրագիրը տեսներ լույսը, եթե այն կարդար ոստիկանությունը, դատախազությունը, լրագրողները, ամեն ինչ կփլվեր։ Համակարգը, որը նա ծառայել էր 30 տարի, կբացահայտվեր, եւ նա, Վահագնը, կդառնար առաջին զոհը։ Նա վերցրեց օրագիրը եւ պատրաստվեց այրել այն։ Բայց ապա նա դադարեց։ Նա նայեց Լուսինեի դեմքին, այն հանգիստ, խաղաղ դեմքին, եւ նա զգաց ինչ-որ բան, ինչ նա չէր զգացել տարիներ՝ ամոթ։ Նա դրեց օրագիրը հետտեղը։ Նա թաքցրեց այն նորից հատակի տակ։ Նա չգիտեր թե ինչու։ Գուցե որովհետև նա զգաց, որ Լուսինեն արժանի էր, որ նրա ճշմարտությունը պատմվի։ Գուցե որովհետև նա հոգնել էր ապրել սուտով, կամ գուցե որովհետև նա գիտեր, որ համակարգը, որին նա ծառայել էր, արդեն մեռնում էր։ Խորհրդային միությունը փլվում էր, հին կանոնները փոխվում էին, եւ շուտով, շատ շուտով, բոլոր գաղտնիքները կբացահայտվեին։ Նա դուրս եկավ բնակարանից եւ փակեց դուռը։ Նա երբեք այլևս չվերադարձավ։ Երեք օր անց, երբ ոստիկանությունը վերջապես մտավ Լուսինեի բնակարան, երբ նրանք գտան նրա մարմինը եւ սկսեցին քննությունը, Վահագնը արդեն հեռացել էր Երևանից։ Նա վերցրել էր իր փողերը, իր փաստաթղթերը եւ գնացել էր Մոսկվա։ Նա գիտեր, որ Հայաստանում նա այլևս անվտանգ չէ, որ հարցեր կլինեն, որ մարդիկ կսկսեն խոսել, եւ նա չուզում էր լինել այնտեղ, երբ ճշմարտությունը վերջապես կբացահայտվի։ Նա ապրեց Մոսկվայում մինչև 2002 թվականը, երբ նա մեռավ, միայնակ, մոռացված, հարուստ, բայց դատարկ։ Նրա վերջին բառերը, ըստ Բուշ քրոջ, որը ներկա էր նրա մահվան պահին, եղան. «Ես տեսնում եմ նրանց։ Ես տեսնում եմ բոլոր նրանց, ում ես ոչնչացրի, եւ նրանք սպասում են ինձ»։ Բայց պատմությունը չվերջացավ Վահագնի մահով։ 2017 թվականին, երբ հին շենքերը Երևանում սկսեցին քանդվել նոր շինարարության համար, երբ բանվորները հասան Լուսինեի հին բնակարանին, դրանք գտան օրագիրը, դեռ թաքնված հատակի տակ, պահպանված 30 տարի։ Դրանք տվեցին այն ոստիկանությանը, ոստիկանությունը տվեց այն դատախազությանը, եւ դատախազությունը երկար քննությունից հետո որոշեց բացել գործը նորից, բայց շատ ուշ էր։ Վահագնը մեռած էր։ Այն 5 տղամարդիկ, ովքեր նստած էին անանուն գրասենյակում Մոսկվայում, մեռած էին կամ անհետացած։ Համակարգը, որը ստեղծել էր այս ողբերգությունը, այլևս գոյություն չուներ։ Մնացել էին միայն զոհերը, Լուսինեն եւ բոլոր ուրիշները, ում անուններն երբեք չիմացվեցին։ Ինչու Վահագնը թողեց օրագիրը այնտեղ, երբ նա կարող էր հեշտությամբ ոչնչացնել այն։ Արդյոք նա զգաց մեղք վերջին պահին, թե նա պարզապես գիտեր, որ ճշմարտությունը վերջապես կբացահայտվի, անկախ նրանից, թե ինչ նա անի։ Եվ քանի այլ օրագրեր կան, դեռ թաքնված, դեռ սպասում, որ ինչ-որ մեկը գտնի դրանք եւ պատմի այն պատմությունները, որոնք համակարգը փորձեց ջնջել։ Երբ մշակութային համագործակցության կենտրոն կազմակերպության արխիվները վերջապես բացվեցին հանրությանը 2018 թվականին, երբ պատմաբանները եւ լրագրողները սկսեցին փորել այդ փոշոտ տուփերի մեջ, նրանք գտան ճշմարտություն, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած կարող էր պատկերացնել։ Կազմակերպությունը, որը պաշտոնապես գրանցված էր որպես մշակութային փոխանակման խթանման կառույց, իրականում եղել է ճակատային կազմակերպություն, ստեղծված Խորհրդային Միության անվտանգության ծառայության ծառայությունների կողմից։ Նրա իրական նպատակը եղել է վերահսկել արտիստներին, գրողներին, երաժիշտներին, բոլոր նրանց, ովքեր ունեին ազդեցություն ժողովրդի վրա։ Վերահսկել նրանց ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն, քիմիապես, ամբողջովին։ Արխիվներում գտնվեցին հարյուրավոր պայմանագրեր, նման Լուսինեի պայմանագրին։ Հարյուրավոր օրանուններ, արտիստներ, ում մենք սիրում էինք, ում մենք պաշտում էինք, բայց ովքեր իրականում եղել են գերիներ։ Գտնվեցին բժշկական հաշվետվություններ, որոնք մանրամասն նկարագրում էին, թե ինչպես են տարբեր դեղամիջոցներ օգտագործվել կառավարելու արտիստների վարքագիծը։ Գտնվեցին ֆինանսական փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ միլիոնավոր ռուբլիներ, որոնք վաստակվել էին այդ արտիստների աշխատանքից, երբեք չեն հասել նրանց ձեռքերը, այլ բաշխվել են կազմակերպության ղեկավարների եւ նրանց պաշտպանների միջև։ Բայց ամենասարսափելին էր հատուկ միջոցառումների թղթապանակը։
Այնտեղ մանրամասն գրված էր, թե ինչպես են վարվել այն արտիստների հետ, ովքեր դարձել էին անվերահսկելի։ Ֆիզիկական սպառնալիքներ, հոգեբանական ճնշում, ընտանիքի անդամների դեմ գործողություններ եւ ամենավատը վերջնական լուծումներ։ Այդ թղթապանակում էր Լուսինե Կիրակոսյանը հատուների քայմավացների որ։ Այդ թղթապանակում էր Լուսինե Կիրակոսյանը մարծում եմ իավել ախտավական քայներ որ։ Այդ թղթապանակում էր Լուսինե Կիրակոսյանը մարծում եմ իվոլ պատրած չեն ստատնումեցիմ եմ եւ ամենավատը վերջնական լուծումներ էր։ Այդ թղթապանակում էր Լուսինե Կիրակոսյանը հատորների բվրծողություններ եւ ամենավատը վերջնական լուծումները եւ նրանց կորցողություններ։ Այդ թղթապանակում էր կտվեսնական լուծումների եւ նրանց պարավոլությունների սուբյեկտը դարձել է չափազանց վտանգավոր։ Առաջարկվում է վերջնական լուծում, հաստատված։ Ամսաթիվը 1989 թվականի հունվարի 12, 3 օր նախքան Լուսինեի մարմինը գտնվեց։ Երբ այս փաստաթղթերը հրապարակվեցին, երբ լրագրողները սկսեցին գրել, երբ հեռուստաալիքները սկսեցին ցույց տալ, Հայաստանը ցնցվեց։ Մարդիկ, ովքեր հիշում էին Լուսինե Կիրակոսյանին, ովքեր մեղադրել էին նրան դավաճանության մեջ, այժմ հասկացան ճշմարտությունը։ Նա չէր դավաճան, նա էր զոհ։ Զոհ համակարգի, որը օգտագործել էր նրան, կոտրել էր նրան եւ վերջապես ոչնչացել էր նրան, երբ նա համարձակվել էր ասել ոչ։ Մարդիկ սկսեցին գալ նրա գերեզման, բերելով ծաղիկներ, աղոթելով, խնդրելով ներողություն։ Նրա քույրը Անահիտը, որը 30 տարի ապրել էր մեղքի զգացումով, որ դատապարտել էր իր քրոջը, վերջապես խոսեց հանրությանը։ Ես չգիտեի։ Ես մտածում էի, որ նա թույլ էր, որ նա վախկոտ էր, բայց նա ամենաքաջ մարդն էր, ում ես երբևէ ճանաչել եմ։ Նա զոհեց ամեն ինչ փրկելու մեզ, եւ մենք նրան դատապարտեցինք։ Աստված մեզների։ Բայց մի հարց մնաց անպատասխան։ Ո՞վ էր տվել այդ վերջնական հրամանը։ Ո՞վ էր ստորագրել այդ հաստատված բառը կարմիր մարկերով։ Փաստաթղթում ստորագրություն չկար, միայն կոդ՝ օպերատոր 7։ Պատմաբանները փորձեցին գտնել, թե ով էր օպերատոր 7։ Նրանք փորձեցին հետևել հետքերին, բայց ամեն հետք հանգեցնում էր փակ դռների։ Մարդիկ, ովքեր կարող էին գիտեր, մեռած էին կամ լռում էին։ Համակարգը նույնիսկ մահից հետո պաշտպանում էր իր գաղտնիքները։ Բայց մի բան հստակ էր. օպերատոր 7 չէր եղել պարզ պաշտոնյա։ Նա եղել է ինչ-որ մեկը բարձր, ինչ-որ մեկը հզոր, ինչ-որ մեկը, ով ունեցել է իրավունք որոշելու, թե ով ապրի եւ ով մեռնի։ 2019 թվականին մի հին տղամարդ 85 տարեկան, որը ապրում էր փոքրիկ գյուղում Հայաստանի լեռներում, տեսավ հեռուստատեսությամբ Լուսինե Կիրակոսյանի պատմությունը։ Նա նստեց եւ դիտեց, լուր, անշարժ։ Երբ հաղորդումը ավարտվեց, նա կանչեց իր թոռնուհուն եւ ասաց. «Ես պետք է քեզ ինչ-որ բան ասեմ։ Ինչ-որ բան, որը ես պահել եմ ինձ մեջ 40 տարի»։ Թոռնուհին նստեց նրա կողքին եւ հին տղամարդը սկսեց խոսել։ Նրա անունը Գարեգին էր եւ նա աշխատել էր մշակութային համագործակցության կենտրոն կազմակերպությունում որպես վարչական օգնական։ Նա եղել է այնտեղ, այդ շենքում, այդ գրասենյակներում, երբ որոշումները կայացվում էին։ Նա տեսել էր փաստաթղթերը, լսել էր զրույցները, գիտեր էր անունները։ Օպերատոր 7, ասաց նա, չէր եղել մեկ մարդ։ Դա եղել է կոդ 5 մարդկանց համար։ 5 մարդիկ, ովքեր կազմում էին գաղտնի կոմիտե։ Նրանք հանդիպում էին ամիսը մեկ անգամ եւ որոշում էին, թե ով պետք է կառավարվի եւ ինչպես։ Ես գիտեմ նրանց անունները, ես տեսել եմ նրանց դեմքերը, բայց ես վախեցա խոսել։ Ես վախեցա, որ նրանք կգան իմ ընտանիքի համար։ Բայց հիմա, երբ ես ծեր եմ, երբ ես շուտով կմեռնեմ, ես չեմ կարող տանել այս գաղտնիքը գերեզման։ Նա տվեց թոռնուհուն մի ցուցակ, 5 անուններ, գրված տողող ձեռքով։ Թոռնուհին վերցրեց այդ ցուցակը եւ տարավ ոստիկանություն։ Բայց երբ ոստիկանությունը սկսեց քննել, նրանք գտան, որ 4-ը այդ 5 մարդկանցից արդեն մեռած էին։ Եվ 5-րդը, ամենահզորը, ամենավտանգավորը, անհետացել էր 2002 թվականին, ճիշտ նույն ժամանակ, երբ Վահագնը մեռավ։ Ո՞վ էր այդ 5-րդ մարդը։ Ուր էր նա հիմա։ Արդյոք նա դեռ ողջ էր, թաքնված ինչ-որ տեղ, ապրում իր հարստությամբ, որը վաստակել էր այլ մարդկանց տառապանքներից։ Թե նա նույնպես մեռել էր, տարել իր գաղտնիքները գերեզման։ Ոչ ոք երբեք չիմացավ։ Եվ գուցե դա ավելի լավ էր, որովհետև ճշմարտությունը, ամբողջական ճշմարտությունը, գուցե չափազանց սարսափելի էր, որպեսզի աշխարհը կարողանար տանել։ 2022 թվականին, 33 տարի, Լուսինե Կիրակոսյանի մահից հետո Հայաստանի կառավարությունը վերջապես որոշեց պաշտոնապես ճանաչել նրան որպես համակարգի զոհ։
Հատուկ արարողություն կազմակերպվեց Երևանի կենտրոնական հրապարակում, նույն հրապարակում, որտեղ Լուսինեն ստիպված էր եղել ասել այն բառերը, որոնք կոտրել էին նրա սիրտը։ Հազարավոր մարդիկ եկան, հին եւ երիտասարդ, նրանք, ովքեր հիշում էին Լուսինեին, եւ նրանք, ովքեր միայն լսել էին նրա պատմությունը։ Նրանք բերեցին ծաղիկներ, վառեցին մոմեր, երգեցին նրա երգերը։ Եվ երբ նախագահը բարձրացավ բեմ եւ ասաց. «Լուսինե Կիրակոսյանը չէր դավաճան, նա էր հերոսուհի»։ Հերոսուհի, որը մերժեց ենթարկվել, նույնիսկ երբ դա նշանակում էր մահ։ Ամբողջ հրապարակը լռեց։ Եվ այդ լռության մեջ, եթե ուշադիր լսեիր, կարող էիր լսել ինչ-որ բան՝ շշուկ, հողմի շունչ, կամ գուցե Լուսինեի ձայնը, վերջապես ազատ, վերջապես խաղաղ, վերջապես տուն։ Բայց պատմությունը չվերջացավ այնտեղ, որովհետև Լուսինե Կիրակոսյանի պատմությունը ոչ միայն նրա պատմությունն էր, դա էր պատմություն բոլոր նրանց մասին, ովքեր տառապել են համակարգի տակ, բոլոր նրանց, ովքեր ստիպված են եղել ընտրել իրենց երազանքների եւ իրենց ընտանիքների միջև, բոլոր նրանց, ովքեր ապրել են կրկնակի կյանք, մեկը հանրության համար, մյուսը իրենց սեփական ցավի մեջ։ Եվ այդ պատմությունը դեռ շարունակվում է, որովհետև նույնիսկ այսօր, նույնիսկ այս ժամանակակից աշխարհում կան համակարգեր, որոնք փորձում են վերահսկել արտիստներին, գրողներին, մտածողներին։ Կան մարդիկ, ովքեր փորձում են վերածել տաղանդը ապրանքի, երազանքը շահույթի, հոգին սեփականության։ Լուսինե Կիրակոսյանի վերջին բառերը, գրված արյունոտ մատներով նրա օրագրում, դարձան նրա կտակը. «Ես կմեռնեմ ազատ»։ Եվ այդ բառերը այսօր հնչում են որպես զգուշացում եւ որպես հույս։ Զգուշացում նրանց համար, ովքեր փորձում են վերահսկել ուրիշներին, եւ հույս նրանց համար, ովքեր պայքարում են իրենց ազատության համար։ Որովհետեւ վերջում, անկախ նրանից, թե որքան հզոր է համակարգը, անկախ նրանից, թե որքան ուժեղ են շղթաները, մարդկային հոգին միշտ գտնում է ճանապարհ դեպի ազատություն։ Երբեմն այդ ազատությունը գալիս է կյանքում, երբեմն այն գալիս է միայն մահից հետո, բայց այն միշտ գալիս է։ Այսօր, երբ դուք լսում եք Լուսինե Կիրակոսյանի երգերը, երբ դուք տեսնում եք նրա ֆիլմերը, հիշեք, այդ ձայնը, այդ դեմքը, այդ տաղանդը պատկանում էր մի կնոջ, ով տառապեց ավելի, քան մենք երբևէ կարող ենք պատկերացնել։ Մի կնոջ, ով զոհեց ամեն ինչ, պաշտպանելու իր ընտանիքը եւ պահպանելու իր արժանապատվությունը։ Մի կնոջ, ով մերժեց դառնալ ապրանք, նույնիսկ երբ դա նշանակում էր մահ։ Եվ երբ դուք հիշում եք նրան, հիշեք նաեւ բոլոր ուրիշներին, բոլոր անանուն զոհերին, ում պատմությունները երբեք չպատնվեցին, ում ձայները երբեք չլսվեցին, բայց ովքեր նույնպես պայքարեցին, տառապեցին եւ մեռան, երազելով ազատության մասին։ Ընկերներ, ինչպես եք վերաբերվում Լուսինե Կիրակոսյանին։ Արդյոք նա եղել է համակարգի զոհ, թե ինքը մեղավոր էր իր ճակատագրում։ Գրեք ծարծիկը մեկնաբանություններում, մեզ համար կարևոր է իմանալ, արդյոք հիշում են նրան ձեր քաղաքում։ Դրեք լայք ճշմարտության համար եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի իմանաք ավելին այն պատմությունների մասին, որոնք փորձեցին թաքցնել։ Որովհետեւ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, միշտ արժե իմանալու։ Եվ միայն հիշելով անցյալը, մենք կարող ենք կառուցել ավելի լավ ապագա։ Ապագա, որտեղ ոչ մի Լուսինե Կիրակոսյան չի տառապի, ոչ մի տաղանդ չի ոչնչացվի եւ ոչ մի երազ չի կոտրվի համակարգի անողոր մեքենայի տակ։